Լավ, ես որտեղ եմ այստեղ։ Մանեցես։ Հարգելի պարոն նախագահ, հարգելի տիկնայք եւ պարոնայք, թույլ տվեք սկսել Հայաստանի Հանրապետության նախագահի ասուլիսը, որը կանցնի հարց ու պատասխանի ձևով, բոլորին հնարավորություն կտրվի, այսինքն բոլոր այն լրագրողները, որոնք մոտենում են միկրոֆոնին, կարող են մեկական հարց տալ։ Միայն ձեզ տեղեկացնում նաև, որ շնորհիվ ինտերնետի մենք հիմա հնարավորություն ունենք նաև հարցեր ստանալ ինտերնետի բոլոր այն սպառողների, որոնք հետաքրքրություն ունեն այս ասուլիսի նկատմամբ, այսինքն որոշ հարցեր նաև իրենց թույլ կտանք հնարավորություն, բացի դրանից ուրեմն իրականացված է նաև ուղիղ կապ Լոս Անջելեսի հետ, որտեղ որոշ թերթերի խմբագրեր հավաքված են եւ նույնպես կարող են գրավոր փոխանցել իրենց հարցերը ասուլիսի ընթացքում։ Ուրեմն խնդրում եմ սկսել եւ տալ ձեր հարցերը։ Կարեն Թովչյան, ռուսական ծառայություն, BBC ռադիոկայան։ Պարոն նախագահ, մի հարց։ Վերջին ժամանակներս փորձագետները դադարել են քննարկել Հայաստանի տարածքով ադրբեջանական նավթի երթուղիների դեպի միջազգային շուկաներ։ Մասնավորապես դա բացատրվում է Ղարաբաղյան հիմնախնդրի ոչ կարգավորությամբ։ Ինչպես է կարծում, ինչ է կորցնում եւ ինչ է ձեռք բերում Հայաստանը, որին դադարել են արժևորել որպես տարանցիկ պետություն այդ հարցում։ Շնորհակալություն։ Նախ ես չէի համաձայնի ձեր կարծիքին, թե փորձագետները կամ նավթային ընկերությունները դադարել են Հայաստանը որպես նավթամուղի անցկացման ճանապարհներից մեկը դիտելուց։ Հարցը այլ կերպ է դրված, այսօր խոսքը գնում է ընդամենը նախնական նավթի տեղափոխման ճանապարհների մասին եւ բնական է, որ այդ նախնական նավթը պետք է անցնի արդեն գոյություն ունեցող գործող նավթամուղերով։ Դա Բաքու-Նովորոսիսկ նավթամուղն է եւ Բաքու-Բաթում նավթամուղը։ Ինչ վերաբերում է հիմնական նավթամուղին, ապա այդ հարցը դեռևս ոչ միայն վճռված չէ, այլև քննարկումը լավագույն դեպքում սպասվում է մոտ կես տարի հետո։ Իսկ որ Ղարաբաղի խնդիրը այս հարցում իսկապես խոչընդոտ է, սա այլ գաղտնիք չէ, որովհետև բոլորի համար էլ ցանկալի կլիներ, որ այս հարցը լուծված լիներ եւ նավթամուղն անցներ Հայաստանով, որովհետև Հայաստանը Բաքվից Ջեյհան ամենակարճ ճանապարհն է։ Մենք ժամանակին առաջարկել էինք նաեւ, որ կարելի էր այս երկու հարցը անջատել իրարից եւ ամենևին չպնդել, որ նավթամուղը պետք է անցնի հարավային ճանապարհով, այսինքն հակամարտության գոտով, դա վերաբերում է Ֆիզուլու, Ջեբրայելի եւ Զանգելանի շրջաններին, այնուհետև Մեղրիով դեպի Նախիջևան, այլ դիտարկել հյուսիսային ճանապարհը, որը ոչ մի կապ չունի հակամարտության գոտու հետ։ Իդեպ այս տարբերակը նույնպես գտնվում է փորձագետների փաթեթում։ Բայց իսկապես մենք չպետք է մոռանանք, որ այս հարցի լուծումը կապված է Ղարաբաղի խնդրի լուծման հետ։ Խնդրեմ, ձեր հարցը։ 22 сентября агентство «Туран» передало информацию о том, что Юрий Юкалов проинформировал журналистов, что армянская сторона согласилась на план по поэтапному урегулированию Карабахского конфликта.
Эту же информацию подтвердил и министр иностранных дел Азербайджана. Насколько она верна и каковы результаты вашей последней встречи с сопредседателями? Արդեն դարձավ երկու հարց։ Շատ լավ, առաջին հարցի արդիվ։ Գիտեք ինչ, Բաքվում սովորություն կա միջնորդների անունից, սա առաջին դեպքը չէ, Յոկալովի անունից, դրանից առաջ Կազիմիրովի անունից, Լամբախի անունից երկու դեպք է եղել, երբ նրանք հայտարարություններ են արել, որոնք հետագայում հերքվել են։ Ես այսօր չունենալով Յուկալովի ամիջական կարծիքը չեմ կարող մեկնաբանել այդ միջնորդավորված կարծիքը, չեմ կարող դա մեկնաբանել։ Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա դրա մասին եղավ Հայաստանի արտաքին գործոց նախարարության հայտարարությունը, որը կարծում եմ սպառիչ էր։ Ես գուցե հետագայում, ես վստահ եմ այս լսարանում բազմաթիվ հարցեր կլինեն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առնչությամբ, գուցե հնարավորություն կունենամ ավելի հանգամանալից խոսել Հայաստանի մոտեցումների մասին եւ միջնորդական այն առաջարկների մասին, որոնք մեզ ներկայացվել են։ Շնորհակալություն։ Ընդհանրապես ձեր հարցը։ Հայաստանի ազգային ռադիո, լրատվական գործակալություն Արմեն Վարդանյան։ Պարոն նախագահ, ձեր կարծիքով ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ իսրայելա-թուրքական ռազմական համագործակցությունը ողջ տարածաշրջանի վրա ընդհանրապես, նկատի ունեմ Մերձավոր Արևելք, Պարսից ծոց եւ Անդրկովկաս եւ Հայաստանի վրա մասնավորապես։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ բոլոր այն համաձայնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում զանազան երկրների հետ հակամարտությունների խորացմանը, դրանք այս կամ այն կերպ կազդեն նաև Հայաստանի վրա։ Եթե իսրայելա-արաբական ռազմական համագործակցությունը ուղղված է իսրայելա-թուրքական ներողություն, իսրայելա-թուրքական այս համագործակցությունը ուղղված է արաբական երկրների դեմ, այսինքն Մերձավոր Արևելքի հիմնական ժողովրդի դեմ, բնական է սա ավելի պիտի խորացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում եւ ավելի անորոշ դարձնի Հայաստանի վիճակը, քանի որ մենք Կովկաս լինելուց բացի եւ գուցե ավելի Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկիր ենք։ Խնդրեմ ձեր հարցը։ Հովհաննես Գալաջյան, իրավունք շաբաթաթերթ։ Հարցս վերաբերում է անցյալ տարվա իրադարձություններին։ Ձեր նախկին զինակից այժմ ազգային առաջադիմություն կուսակցության փոխնախագահ Ալբերտ Բաղդասարյանն իր հարցազրույցներից մեկում պնդում էր, որ անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին ձեր օդանավը պատրաստ էր թռիչքի, սակայն ձեր դուրս գալը ձեր ամառանոցից խոչընդոտել էին Վազգեն Սարգսյանի տղաները։ Դուք կարող եք հաստատել կամ հերքել այդ պնդումը։ Ես ձեզ խորհուրդ կտամ հավատալ Ալբերտ Բաղդասարյանին, եթե դա ձեզ հաճելի է։ Շնորհակալություն։ Ձեր հարցը։ Արմեն Խանբաբյան, Ռեսպուբլիկա Արմենիա, Նեզավիսիմная գազետա։ Պարոն նախագահ, եթե ծանոթանալ Ադրբեջանի եւ Վրաստանի մի շարք լրատվական միջոցների ուրեմն հաղորդակցությունների հետ, մի շարք հաղորդակցությունների, այդտեղից երևում է, որ այդ երկրներում կարծիք կա, որ իբր թե Հայաստանը անուղղակի իհարկե կերպով, բայց ձգտում է խոչընդոտել Կովկասում եւ Անդրկովկասում ինտեգրացիոն այդ process-ներին, այդ թվում այսպես կոչված Կովկասյան OBS-ի ստեղծմանը եւ նույնիսկ այն կարծիքն է այդ լրատվական միջոցներում ստեղծում, որ ոչ այնքան Ղարաբաղի հարցի արկայության պատճառով է տեղի ունենում այդ Հայաստանի անուղղակի դեմ լինելը, ինչքան Հայաստանի ռուսամետության իբր թե պատճառով, քանի որ Ռուսաստանը շատ դեմ է այդպես Կովկասյան ինտեգրացիայի։ Դրա կապակցությամբ ինչ կարելի է ասել։ Շնորհակալություն։ Ես ուղղակի թռուցիկ եմ ծանոթ նման մեկնաբանությունների, դուք խտացրիք դա եւ ես հավատալով ձեր խտացմանը պատասխանում եմ ոչ թե նրանց, այլ ձեզ։
Այստեղ մի քանի հարց է շփոթված, նախ եւ առաջ այդ կովկասյան ԵԱՀԿ-ի նման մի մարմին ստեղծելու հարցը, որ առաջ է քաշվել եւ նախաձեռնվել է հիմնականում Չեչենստանի կողմից, ես տեղյակ եմ, անկախ այն ամենից, ինչ գրվում է մամուլում, դեմ են նաև Վրաստանն ու Ադրբեջանը։ Եվ ունեն դժվարություններ կապված Չեչնիայի հետ, նրանց չնեղացնելու առումով։ Դուք գիտեք, կար Ելցինի նախաձեռնությունը, Կիսլավոցկյան հանդիպումը, որը տեղի էր ունենում 4 կովկասյան 4 պետությունների ղեկավարների միջև Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, եւ որոշում էր կայացվել այդ Կիսլավոցկյան հանդիպումը կամ գագաթնաժողովը դարձնել պարբերական եւ այս անգամ էլ Մոսկվայում իմ այցելության ժամանակ այս հարցը լրջորեն քննարկվեց եւ ես ողջունեցի այդ գաղափարը։ Իսկն չեչենական նախաձեռնությունը, փաստորեն Ելցինյան նախաձեռնությունը ձախողելու մի ձև է։ Ես վստահ եմ, որ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան այդ գագաթնաժողովը ունի շատ ավելի լուրջ բովանդակություն եւ լայն հեռանկար, քան չեչենական առաջարկը։ Պարոն նախագահ, մեկ հարց, որը ստացվել է ինտերնետի միջոցով, ձեզ է դիմում Վահագն Մխիթարյանը եւ հարցնում է. մեծարգո նախագահ, անկախությունը որպես նպատակ եւ գաղափարախոսություն ձեր եւ ձեր սերնդինն էր, եւ քանի որ այն արդեն իրականություն է, ըստ ձեզ, որը պետք է լինի հաջորդ սերնդի գաղափարախոսությունն ու նպատակները։ Դա ավելի ճիշտ է այդ հարցը ուղղել իմ տղային, որը հաջորդ սերնդի ներկայացուցիչ է։ Որը պիտի լինի հաջորդ, սա առաջին մասը կատակ, ես մի քիչ ավելի լուրջ, որը պիտի լինի հաջորդ սերնդի գաղափարախոսությունը, հաջորդ սերնդի եւ հաջորդ բոլոր սերունդների գաղափարախոսությունը պիտի լինի մեր պետականության ամրապնդումը, մեր ժողովրդի բարգավաճումը, մեր երկրի ծաղկումը։ Սա է լինելու։ Սևան Դերմենջյան, մասնակցում եմ Իստանբուլի ժամանակ օրաթերթի անունից եւ ուզում եմ իմանալ, թե ինչ վիճակի են գտնվում այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ինչպիսի գնինի Թուրքիա-Հայաստան հարաբերությունները դեսկացեր նախագահության շրջանին։ Շնորհակալություն։ Այս հարցի շուրջ մենք բազմիցս ենք արտահայտվել, գուցե նույնիսկ կարելի ասել, որ ամեն ինչ ասված է, մենք որևէ խնդիր չունենք, մենք պատրաստ ենք այսօր եւ այս վայրկյանին Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի սկսել լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ, բացել սահմանները, Թուրքիային տրամադրել մեր ճանապարհները տարանցիկ առևտրի համար։ Թուրքիան նույնպես կարծեք թե այս ամեն ինչին համաձայն է, թվում է թե պատրաստ է, բայց իր համար ստեղծել է մի թակարդ, որից չի կարողանում դուրս գալ, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը նա կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ։ Մենք որքան փորձեցինք նրանց ապացուցել, համոզել, որ նրանք պետք է կարողանան անջատել հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգումը կամ նորմալացումը հայ-ադրբեջանական հարաբերություններից, դա մեզ չհաջողվեց։ Գուցե մենք ենք մեղավոր, որ լավ չենք բացատրել։ Ինչևէ, ես գտնում եմ, որ եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է նպաստել անգամ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը, որը նա ըստ էության դարձրել է որպես հարաբերությունների կարգավորման նախապայման, ապա ես գտնում եմ, սա իմ խորին համոզումն է, որ
Թուրքիան իր նպատակներին շատ ավելի հեշտությամբ կհասներ, եթե մինչև հիմա բարելաված լիներ հարաբերությունները Հայաստանի հետ։ Այսինքն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ նա կնպաստեր նաև Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը։ Շնորհակալություն։ Արայք Մանուկյան, Armenpress գործակալություն, պարոն նախագահ, վերջին տարիներին մեր քաղաքական գործիչների կողմից հատկապես շատ է խոսվում ազգային գաղափարախոսության, ազգային ծրագրերի անհրաժեշտության մասին, իսկ դուք մի առիթով նշեցիք, որ ազգային գաղափարախոսությունը դա կեղծ կատեգորիա է, կարելի իմանալ դա ինչ մեկնություն ուներ, քաղաքական, գիտական, թե փիլիսոփայական, եւ արդյոք դուք ընդունում եք անհատի գործոնը պատմության մեջ եւ մասնավորապես մեր պետության կայացման։ Շնորհակալություն։ Ես արտահայտել եմ ոչ փիլիսոփայական, ոչ քաղաքական, ոչ էլ չգիտեմ գիտական միտք, ես արտահայտել եմ ընդամենը շատ պարզ միտք։ Շատ պարզ մարդկային միտք, որը բխում է ժողովրդավարության իմ հասկացությունից։ Ես ասել եմ, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է եւ այսօր էլ կրկնում եմ, վաղն էլ կասեմ։ Ինչ նկատի ունեմ։ Ինչ են այդ մարդիկ հասկանում ազգային գաղափարախոսության տակ։ Մեկ բան, որ ամբողջ ազգը պետք է ընդունի այդ գաղափարախոսությունը։ Ես այսպես եմ հասկանում։ Ամբողջ ազգը մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում, միայն իդեոլոգիական պետություններում։ Իսկ եթե ժողովրդավարություն է, ապա ոչ ոքի չի կարող պարտադրել որևէ գաղափարախոսություն։ Այսինքն այդ ազգի բոլոր գաղափարախոսությունները Հայաստանում առկա, այսինքն այսօր, լինի դա կոմունիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական, ազգայնական, թե ծայրահեղ ազգայնական, այս բոլորը ինձ համար ազգային գաղափարախոսություններ են։ Որովհետև սրանցից յուրաքանչյուրը իր գաղափարախոսության մեջ է տեսնում ազգի խնդիրների լուծման լավագույն ճանապարհը։ Եթե ազգին պարտադրվում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ է քաշում ժողովրդավարության վրա, կամ մեկը կամ մյուսը։ Դա հնարավոր է, այո, հնարավոր է ազգին պարտադրել որևէ գաղափարախոսություն։ Դա մենք տեսել ենք եւ տեսել ենք նաեւ դրա հետևանքները։ Շնորհակալություն։ Խնդրեմ ձեր հարցը։ Ազգորաթերթ Հակոբ Ասատրյան, անցած տարի նախընտրական պայքարի ընթացքում դուք հայտարարեցիք, որ եթե Հայաստանի ընդդիմությունը գա իշխանության գլուխ, ապա Ղարաբաղում կսկսվեն ռազմական գործողություններ, այսինքն պատերազմը կվերսկսվի։ Այսօրվա իրավիճակում ինչպիսին է ձեր կարծիքը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը նույնպես չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, այս անգամ չկապելով Հայաստանում ընդդիմության իշխանության գալու հետ։ Ես այո հայտարարել եմ նման բան, չեմ հիշում բառացի այնպես ինչպես դուք եք ասում, բայց էությունը ճիշտ է արտահայտում, այո ես համոզված էի, որ ընդդիմությունը գալով իշխանության գլուխ պիտի սկսեր դիմել արկածախնդրությունների, որոնցից առաջինը լինելու էր Ղարաբաղում պատերազմի վերսկսումը։ Բայց սա գիտեք ինչ մի ենթադրություն է, որը հնարավոր չէ ապացուցել, ինչպես գիտեք պատմության մեջ եթե գոյություն չունի։ Ինչ վերաբերում է Բաբայանի հայտարարություններին, ապա ես կարծում եմ դրանք անզգուշ հայտարարություններ են, ոչ ճկուն, մանավանդ այսօրվա հարցի կարգավորման procesi տեսակետից եթե դիտենք, ես կուզեի հակված լինել դա համարելու անձնական մի կարծիք, որը բացարձակապես չի արտահայտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կարծիքը,
որովհետև ինձ համար եւ ամբողջ աշխարհի համար մենք ամբողջ աշխարհի արժեվ տեսանք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անցկացրեց ժողովրդավարական ընտրություններ, Լեռնային Ղարաբաղի կարծիքը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը։ Հանրապետության նախագահ։ Իսկ պաշտպանության նախարարի մոտ բնական է նա միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի։ Ցանկացած պաշտպանության նախարար նաև մեր Վազգեն Սարգսյանը քաղաքականությունը քաղաքականություն, մենք պիտի ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է, ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն։ Այո, պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի որևէ անակնկալիք չգա։ Ինչ վերաբերում ընդհանրապես պատերազմի հնարավորության մասին, ես պիտի ասեմ հետևյալը, ես գտնում եմ, որ առաջիկայում պատերազմ չի լինելու, որովհետև խաղաղության գործընթացը արդեն բավականին լրջացել է, պատերազմը այսօր ձեռնտու չէ ոչ մի կողմին, ոչ Ղարաբաղին, ոչ Ադրբեջանին, քանի որ հույս կա եւ շատ լուրջ հույսեր կան, որ այդ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով։ Շնորհակալություն։ Տիգրան Հովանեսյան, Ինտերֆաքս գործակալություն։ Մեծարգո նախագահ, վերջին ժամանակներս հաճախակի խոսում են Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական ուժերի հարաբերակցության մասին եւ մեծ մասամբ նշվում է, որ Ադրբեջանի առավելությունների մասին է նշվում այս հարցում։ Հետաքրքիր է իմանալ, ներկայումս ինչ հարաբերակցություն ունեն ռազմական ուժերը Հայաստանի եւ Ադրբեջանի։ Այդ կապակցությամբ հետաքրքիր է իմանալ նաեւ կա որևէ արդյունքներ Երակոմ հանձնաժողովի աշխատանքին, որը զբաղվում է այդ հարցով։ Որը զբաղվում է Ռուսաստանի զենքը Անդրկովկաս ներկրման հարցով։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջին հարցի առնչությամբ իհարկե ես թվեր չեմ ասի, մենք ռազմական գաղտնիքներ հրապարակելու իրավունք չունենք, բայց այո, մեր հաշվումներով վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանը ստացել է կրկնակի երակի անգամ ավելի շատ զենք, տեխնիկա եւ զինամթերք, քան Հայաստանը։ Բայց անցած պատերազմների ընթացքում Ադրբեջանը իր այդ ձեռք բերած տեխնիկայի, զինամթերքի եւ զենքի հիմնական մասը սպառել է, մաշեցրել է։ Այսօր ես գտնում եմ կա հավասարակշռություն եւ եթե այդպես չլիներ, եթե Ադրբեջանը այսօր էլ ունենար այդ կրկնակի երակի գերակշռությունը, ես վստահ եմ նա վաղուց պատերազմը վերսկսած կլիներ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովին, ապա հանձնաժողովը ըստ էության դեռևս իր աշխատանքները չի սկսել։ Դեռևս երակոմ հանդիպում տեղի չի ունեցել, առայժմ ընթանում են երկկողմ խորհրդակցություններ։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, եւս մեկ հատ, որը ստացվել է ինտերնետից, Ժոռա Մանուչարյանը, հայկական հայ ճարտարագետների եւ գիտնականների միության նախագահը Ամերիկայի, դիմում է ձեզ հետևյալ հարցով։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում սփյուռքահայությունը ունի հսկայական տեխնիկական, տեխնոլոգիական եւ գիտական պոտենցիալ։ Եվ նա հարցնում է, արդյոք ինչպես եք դուք նախատեսում օգտագործել այդ տեխնիկական հնարավորությունները մեր երկրի առաջընթացի եւ զարգացման համար։ Ես նախ մի քիչ չեմ հասկանում ինչ է նշանակում այդ տեխնիկական հնարավորություններ Լոս Անջելեսի։ Դա ինչ է, տներում հաստոցներ ունեն, կոմպյուտերներ ունեն, թե ինչ է չեմ հասկանում, թե դրանք հիմնարկություններ են կամ կազմակերպություններ, ասենք ունեն ռադիոկայաններ, հեռուստատեսային կայաններ կամ այլ նման բաներ կամ չգիտեմ մամուլի կենտրոններ, որը մենք մինչև հիմա լավ չենք օգտագործում։ Այո, լավ չենք օգտագործել, այսուհետև պիտի լավ օգտագործենք, այս հարցում արդեն մենք լուրջ աշխատանքներ ենք տանում,
նաև մամուլի նոր ստեղծված այդ վարչության հետ տեխնիկական հագեցումը եւ միջազգային եւ ներհանրապետական, ես կարծում եմ առաջիկա կարևորագույն խնդիրներից է, մենք պիտի աշխատենք այդ հնարավորությունները լավագույնս օգտագործել։ Ինչ վերաբերում է Հայաստանում այդ ներուժի օգտագործմանը, ապա ես կարծում եմ դրա հնարավորությունները վաղուց կան եւ ով ուզել է, կարողացել է իր հնարավորությունների սահմաններում Հայաստանին օգնել եւ Հայաստան հիմնադրամի միջոցով եւ նպատակային ծրագրերի իրականացման միջոցով եւ համատեղ ձեռնարկությունների միջոցով, մասնավորապես Լոս Անջելեսից բավականին գործարարներ արդեն Հայաստանում ունեն համատեղ ձեռնարկություններ, նույնիսկ առանձին սեփական ձեռնարկություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լայնի Մկրտչյան, նոր հազարամյակ հանդես։ Պարոն նախագահ, ես հարցը տալիս եմ հնվելով այն դատողության վրա, որ դուք հակված չեք ձեզ համարելու անսխալական պետական քաղաքական գործիչ։ Այդ իսկ առումով ասացեք խնդրեմ, եթե ձեզ հնարավորություն տրվեր ուղղելու ձեր կառավարման ժամանակահատվածում կատարած որևէ սխալ, դուք որ սխալը կնախընտրեիք ուղղել։ Կանխավ շնորհակալություն։ Դժվար հարց եք տալիս, մի սխալ ես չէի ուղղի, ես երևի տասնյակ սխալներ կուզեի ուղղել։ Տասնյակ սխալներ կարելի էր ուղղել, այսինքն երբեմն ավելի ճիշտ կողմնորոշվել կադրերի ընտրության հարցում, մեկ ավելի համարձակ դրսևորել ոչ միայն ինձ, այլ նաև մեր ողջ գործադիր իշխանությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացում մենք ունեցել ենք այո եւ վրիպումներ եւ հապաղումներ, պատմությունը հետին թվով դատելիս միշտ էլ կարելի այնպես սրբագրել, որ ստեղծվի իդեալական գործունեություն։ Բայց մեկ սխալ ես չեմ նշի, տասնյակ սխալներ։ Շնորհակալություն։ Նարինե Դիլբարյան, ազգային հեռուստատեսություն լրաբեր, պարոն Տեր-Պետրոսյան, ձեր կարծիքով աջ բլոկի կազմավորումը չի դանդաղում արդյոք եւ այդ կապակցությամբ 99 թվականի խորհրդարանական ընտրություններում ձեր կարծիքով որ ուժերը հիմնականում պետք է մրցակցեն։ Ես չեմ կարծում, որ դանդաղում է, եւ դուք ճիշտ ժամկետ նշեցիք, այդ աջ ուժերի մի նոր միջկուսակցական կամ արդեն միակուսակցական դաշինքը լիովին ձևավորված կլինի 99 թվականի ընտրություններից մի քանի ամիս առաջ, այսինքն դա նշանակում է, որ առնվազն այս ուժը լրջորեն կմասնակցի այդ ընտրություններին։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ես չեմ կարող ասել, թե նրանք ինչպես կարող են կազմակերպվել եւ ինչ փաստարկներ կարող են բերել այս ուժի դեմ։ Շնորհակալություն։ Հավետ Դեմուրյան, Հրեա Նովոստի եւ արկա գործակալություն։ Պարոն նախագահ, ինչպես եք դուք վերաբերվում տեղեկատվական թափանցիկությանը սեփականաշնորհման գործընթացում եւ այս պատրվակով որքանով դա կաջակցի հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին։ Շնորհակալություն։ Եթե ճշտեիք հարցը ինչ է նշանակում թափանցիկությունը, ինչ է, ես ենթադրում եմ ձեր հարցից, որ սեփականաշնորհման գործընթացը գաղտնի է պահվում, աճուրդները թաքցվում են մեր լրագրողներից, այո, այդպիսի փաստեր կան։ Չէ, չի թաքցվում, բայց չի հրապարակվում։ Եթե չի թաքցվում, ուրեմն թափանցիկ է։ Դուք եթե հետաքրքրվում եք, կարող եք այդ փաստերը ստանալ, դա է նշանակում։ Չեք կարող, այսինքն դիմել եք եւ չեք։ Այո, դժվարանում ենք ստանալ։ Որևէ լրագրողի մերժել են որևէ տեղեկություն տալ սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ։ Խնդրեմ աճուրդների վերաբերյալ, գնահատումների վերաբերյալ։ Ես կխնդրեմ բոլոր կոնկրետ փաստերը ինձ ներկայացնել։ Շնորհակալություն։ Միջազգային աճուրդ ունի իր օրենքները, դա արդեն դա գործարքի գաղտնիությունը պետք է պահպանվի։ Բա ինչ եք կարծում։ Այլապես ոչ մի գործարք տեղի չի ունենա։ Գործարքի գաղտնիությունը որոշ ժամկետում պիտի պահպանվի։ Դա ինչ ուզում եք Հայաստանը սնանկացնեք, եթե գաղտնիք չպահպանվի, ոչ մի գին չեն տա։ Չէ, սա բոլորովին ուրիշ հարց է։
Մեծարգո պարոն նախագահ, Մովսես Խորենացու հայոց պատմության 1500-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ժամանակ հիշատակելով պատնահոր կողմից ազգային արժանապատվության եւ սեփական ուժերի գնահատման իրավապաշտական գիտակցության ընկալումը դուք նշեցիք, որ այսօր էլ մեր ժողովրդին հենց այդ է անհրաժեշտ։ Արդյոք մեր ժողովուրդը, պետությունը, իշխանությունները, քաղաքական ուժերը անցած 6 տարիների ճանապարհն անցել են հենց այդ գիտակցությամբ։ Ես ուզում եմ հիշել նախ կոնկրետ ինչ եմ ասել։ Այո, Խորենացին շատ մեծ միտք է արտահայտել դեռ 1500 տարի առաջ կարողացել է փայլուն կերպով ձևակերպել ոտքերդ վերմակիդ չափով երկարացրու այս բանաձևը։ Այո, ես գտնում եմ, եթե ազգը չի կարողանում ճիշտ գնահատել, դա ոչ միայն ազգը, նաև մարդը, ցանկացած մարդ, եթե ինքը իրեն չի կարողանում գնահատել իր ուժերը, իր կարողությունները, այդ ազգը եւ այդ մարդը կարող են մատնվել խայտարակ վիճակների, ինչպես մենք տեսնում ենք ամեն քայլափոխին, մասնավորապես կապված մարդկանց հետ։ Առնվազն ես եւ իմ ընկերները այո առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ։ Մենք ամենայն դեպս չենք արել մի քայլ դալինի քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, որը վեր լիներ մեր ուժերից, մեր հնարավորությունների սահմանից։ Խորենացին դա է ասել։ Շնորհակալություն։ Ալբարտ Բարխուդարյան, տեղեկատվության վարչություն։ Մեծարգո պարոն նախագահ, նախ թույլ տվեք ողջունելու այս հանդիպումը եւ հույս հայտնելու, որ նման հանդիպումը վերջինը չի լինելու ձեր նախագահի պաշտոնում։ Որքան որ ես եմ հիշում, վերջին անգամ 92-ին ենք հանդիպել մեծ այս կազմով։ Հարցս հետևյալն է. տարածաշրջանի երկրները Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը տարբեր մակարդակներով բազմիցս ընդգծել են նրանց երկրների ձգտումը եւ հնարավորությունը տարածաշրջանում լիդեր դառնալու համար։ Եթե դուք ընդհանրապես ընդունում եք տարածաշրջանային լիդեր գաղափարը, ապա ըստ ձեզ Հայաստանը ինչ հնարավորություններ կունենա ապագայում նման դեր ստանձնելու համար։ Շնորհակալություն։ Հայաստանը, ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, նույնիսկ ինչ եք հասկանում տարածաշրջան ասելով, եթե հասկանում եք մերձավոր արևելքը, ապա ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջան երբեք լիդեր չեն դառնա։ Նորից Խորենացուն հիշենք։ Ինչ վերաբերում է Թուրքիային, այո, Թուրքիան ունի նման հավակնություններ։ Թուրքիան ունի նման հավակնություններ մերձավոր արևելյան տարածաշրջանում, իսկ այսօր արդեն ավելի լայն, նույնիսկ մի նոր տերմին գոյություն ունի, չգիտեմ, ես մեր մամուլում չեմ հանդիպել, բայց արդեն գիտնականների, փորձագետների մակարդակում շատ սովորական տերմին է դարձել մեծ մերձավոր արևելք, որը ընդգրկում է նաև Կովկասը եւ Միջին Ասիան։ Այո, Թուրքիան հավակնում է այս տարածաշրջանում դառնալ նման լիդեր, բայց ես վստահ եմ դա նույնպես չի հաջողվի, որովհետեւ Թուրքիան այնքան հակասություններ ունի տարածաշրջանի մյուս երկրների հետ, որոնցից մի քանից նույնպես չէին զլանա լիդերություն անելու, որ դա նրանց չի հաջողվի։ Շնորհակալություն։ Գևորգ Ասատրյան, Հայաստանի ազգային հեռուստատեսություն լրաբեր։ Պարոն նախագահ, ազգային ժողովի նախորդ նստաշրջանում փորձ արվեց ստեղծել կոռուպցիայի դեմ հանձնաժողով։ Ձեր կարծիքով Հայաստանում կա կոռուպցիա եւ եթե այո, ինչ միջոցներով պետք է պայքարել դրա դեմ։ Եթե ես ասեմ Հայաստանում չկա կոռուպցիա, դուք ինձ կհավատաք։ Իհարկե կա կոռուպցիա։ Իհարկե կա կոռուպցիա եւ դա մեր ամենամեծ չարիքներից մեկն է, մենք այստեղ հասկանում ենք եւ մեղքի մեր բաժինը, հասկանում ենք եւ անցյալի ժառանգությունը, ես նկատի ունեմ եւ բարքերի տեսակետից եւ ուղղակի կադրերի տեսակետից, մեր վարչական կամ պետական ապարատի կադրերի տեսակետից։
Այս ամեն ինչը մենք հասկանում ենք նաև գումարած դրան այդ տնտեսության անկման ժամանակ խորհրդային միության կայքայումից հետո առաջացած այդ քաոսային վիճակը, անորոշ վիճակը, օրենսդրության բացակայությունը, իսկ հետագայում օրենսդրության անկատարությունը, այս ամբողջը ստեղծում է շատ լուրջ հող է ստեղծում կոռուպցիայի համար։ Կա նաև մի այլ հանգամանք, դա պետական պաշտոնյաների վարձատրության հարցն է, ես սա նշել եմ, եթե պետական պաշտոնյաներին լինի դա տեղական իշխանությունների, թե ոստիկանության, թե բժիշկներին անգամ, որոնք նույնպես պետական պաշտոնյաներ են, որտեղ բյուջետային աշխատողներ են, եթե վարձատրում ես 20-30 $, նրանք կաշառք են վերցնելու, այո։ Կաշառակերության դեմ պայքարի միջոցները ես կարծում եմ հետևյալն են։ Նախ օրենսդրության կատարելագործումը որպեսզի օրենքներում չլինեն հակասություններ, չլինեն բաց թողումներ, որոնցից ցանկացած չինովնիկ կարող է օգտվել սև գործարքներ կատարելու համար։ Երրորդը կադրերի վերապատրաստման, կադրերի մաքրման խնդիրն է, որը շարունակ տեղի ունենում, անընդհատ փոփոխություններ, անընդհատ հեռացվում են աշխատանքից։ Իմ մոտ նույնիսկ փաստեր կան, ես սա կարող եմ նշել, դուք կարող եք օգտագործել միայն միլիցիայի համակարգում, միայն ներքին գործերի համակարգում, ներքին գործերի նախարարության համակարգում։ Ուրեմն այս անցյալ սեպտեմբերից մինչև այս սեպտեմբեր, 1 տարվա կտրվածքով, նույնիսկ կարող եք համարել ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում։ Ներքին գործերի նախարարության համակարգում, ուրեմն 57 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որոնցից դատապարտվել եւ պատիժ են կրում 42-ը։ Մնացածի նկատմամբ քննությունը շարունակվում է։ Վարկաբեկիչ հանգամանքներով աշխատանքից ազատվել են, այսինքն վարչական տուժ են ենթարկվել 293 աշխատող։ 1100 աշխատող էլ ենթարկվել են կարգապահական տուժերի։ Այսինքն այս աշխատանքը շարունակվում է, դա բոլոր նախարարություններում, բոլոր գերատեսչություններում, ուրեմն մյուսը սա էր կադրերի այս մաքրման խնդիրը, հաջորդը ես արդեն ասացի վարձատրության խնդիրն է։ Այո, գուցե մենք ազգովին պիտի մտածենք, համարենք դա առաջին գործ կոռուպցիայի դեմ պայքարը, եւ դուք էլ մեզ օգնեք ազգային ժողովին, եթե պետության միջոցները չեն ներում բոլորին բարձր աշխատավարձ վճարել, պետք է գոնե դատավորներին, ոստիկանությանը այդ աշխատավարձը վճարել։ Բայց չեմ կարծում, որ այդ դիտակցությունը այսօր հնարավոր է սերմանել, թե ոչ։ Հանուն ձեզ, հանուն մեր բարիքի, հանուն մեր ժողովրդի բարիքի, դա պետք է անել։ Իդեպ մեր հարևան Վրաստանը արդեն գնացել է համարձակորեն այդ քայլին։ Աշխատավարձերը Վրաստանում ավելի ցածր են, քան մեզ մոտ, բյուջեն ըստ շնչի ավելի ցածր է, քան մերը, բայց նրանք դատավորներին օրինակ նշանակել են շուրջ $300 աշխատավարձ։ Սա մի միջոց է դրա դեմ պայքարելու համար։ Բայց ասում եմ, դրա համար պետք է հասարակական համապատասխան մթնոլորտ։ Շնորհակալություն։ Արման Վանեսկեյան, Գոլս Արմենիա։ Պարոն նախագահ, եթե կարելի է մեկնաբանեք մի փաստ, 3 սեպտեմբերի 25-ին Պետդուման իր աջակցությունն է հայտնել Բելոռուսական միությանը միանալու Հայաստանի նախաձեռնությանը 344 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այդ թիվը ինչպես կմեկնաբանեք։ Նախ մի ճշտում, Հայաստանի նախաձեռնություն գոյություն չունի։ Հայաստանում ինչ-որ հասարակական ուժեր նման նախաձեռնությամբ են հանդես եկել։ Ինչ վերաբերում է Դումայի այդ որոշմանը, ինձ չի զարմացնում բացարձակապես Դումայում այդ քվեարկությունը, ես կարծում եմ, արդյունք է տարբեր շարժարիտների, որովհետև
տարբեր քաղաքական ուժեր են, որ նման ձևով քվեարկել են։ Մի մասը ես համոզված եմ անկեղծորեն, ազնվորեն եւ ամենայն բարեկամական ամենաջերմ զգացմունքներով Հայաստանի նկատմամբ շահագրգռված է, որ Հայաստանը միանա այդ միությանը։ Մի այլ մասը նույնքան անկեղծորեն, նույնքան ազնվորեն եւ նույնքան բարեկամաբար կողմնակից է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Մի մասի մոտ խոսում են իմպերիական զգացմունքները, որովհետև սրանում տեսնում են ինչ-որ շանս վերագտնելու Ռուսաստանի երբեմնի փառքն ու հզորությունը։ Իսկ ինչ վերաբերում ընդհանրապես եւ փաստաթղթին եւ այս գործընթացին, որ տեղի ունենում Հայաստանում, գուցե լավ առիթ է միանգամից այդ հարցին պատասխանել, եթե դուք ինձ թույլ տաք։ Առաջինը պետք է փաստաթղթում գնահատել նաև շատ կարևոր պահեր Դումայի երեկվա որոշման մեջ, որտեղ այդ որոշմամբ փաստորեն Դուման իր աջակցությունն է հայտնում եւ ողջունում է հայ-ռուսական վերջին բարեկամական պայմանագրի ստորագրումը եւ իր կամքն է արտահայտում խորացնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որ Հայաստանը դիտելով որպես ստրատեգիական հուսալի պարտներ։ Բառացի այս բանաձևը գոյություն ունի։ Ինչ վերաբերում է այս process-ին։ Գիտեք, դա կոմունիստների նախաձեռնությամբ եւ մտավորականների խմբի մի նախաձեռնությամբ իրարից անկախ նման ստորագրություններ հավաքվել են։ Ես չգիտեմ, ասում են շուրջ 1 միլիոն, շատ լավ։ Ինչ վերաբերում այս գործընթացին, ապա ես կուզեի ասել հետևյալը։ Ես կարծում եմ այսօր այս հարցի արծարծումը վնասակար է հայ-ռուսական բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի վավերացման խնդրի կապակցությամբ։ Ես գտնում եմ, որ փորձելու են մարդիկ որոշ ուժեր խոչընդոտներ հարուցել մեր կնքած պայմանագրի վավերացման հարցում։ Ադրբեջանը պատահաբար չի սկսել իր այս արշավը, մամլո արշավը մեր պայմանագրի դեմ։ Եվ մենք փորձնել ունենք։ Հիշեք, Ադրբեջանը բարձրացրեց Ռուսաստանի կողմից Հայաստանին իբր թե անօրինական զենք տրամադրելու հարցը երբ։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դումայում դրվել էր Հայաստանում ռուսական բազայի հետ կապված պայմանագրի վավերացման հարցը։ Իսկ Ադրբեջանի ամբողջ պայքարը ուղղված էր վիժեցնելու այդ պայմանագրի վավերացումը։ Եվ դա նրանց չհաջողվեց։ Ձեզ թվում էր, թե մենք հերթական դիվանագիտական պարտությունն ենք կրել, քանի որ ամբողջ մամուլը ողողված էր ադրբեջանական այս աղմուկով, բայց իրականում Ադրբեջանը ջախջախից դիվանագիտական պարտություն կրեց, դուք հիշում եք ինչպիսի քվեարկության արդյունքներ ունեցավ այդ պայմանագրի վավերացում։ Հիմա նույնն է տեղի ունենում։ Ադրբեջանը պիտի ամեն ինչ անի, որպեսի վիժեցնի հայ-ռուսական պայմանագրի վավերացումը։ Եվ վստահ եղեք, Ռուսաստանում էլ Ադրբեջանը կգտնի ուժեր, անգամ Դումայում, որ երեք ահա այսպես միահամուռ քվեարկել են, հենց սրանց մեջ կգտնի մարդիկ, որոնք պայքարելու են, որպեսի չվավերացվի հայ-ռուսական պայմանագիրը։ Ասածս ինչ է, որ այս հարցի արծարծումը այսօր եւ Հայաստանում եւ Ռուսաստանում ստեղծելու է հակազդեցություն։ Մինչեւ հիմա հանգիստ այդ մարդիկ հավաքել են իրենց ստորագրությունները, տարել են իրենց քարոզարշավը, բայց հակառակ քարոզչություն ըստ էության գոյություն չունի։ Երբ այդ հարցը փորձ արվի արդեն օրինական ճանապարհով
առաջ մղել, այսինքն ներկայացնել խորհրդարան, պահանջել հանրաքվե եւ այլն, բնականաբար Հայաստանի շատ քաղաքական ուժեր պիտի սկսեն հակաքարոզչություն։ Սա շատ բնական է։ Այս հակաքարոզչությունը պիտի ունենա իր անդրադարձը Ռուսաստանում։ Այդ հակաքարոզչությունների ժամանակ հնարավոր է նաև հնչեն տհաճ հակառակ կողմի համար, ոչ թե հակառակ, այսինքն մեր բարեկամների համար տհաճ արտահայտություններ։ Այս ամեն ինչը գրգռելու է մթնոլորտը այդ վավերացման արարողությունից առաջ։ Ուրեմն ես խորհուրդ կտայի այս գործի նախաձեռնողներին սպասել, ոչ միայն պասիվ սպասել, այլ հակառակը շատ ակտիվ գործել, օգտագործել իրենց ազդեցության բոլոր հնարավորությունները եւ Դումայում, եւ Մոսկվայի քաղաքական շրջանակներում, եւ Հայաստանում հայ-ռուսական պայմանագիրը շուտապույտ վավերացնելու համար։ Միայն դրանից հետո է, որ եթե հաճելի կլինի, կարելի է խոսել նաեւ այդ միությանը միանալու կամ չմիանալու մասին։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, այս կապակցությամբ ինտերնետից ստացած հարցերից մեկը նորից անդրադառնում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններին։ Օշին Քեշիշյանը Armenia Observer թերթի գլխավոր խմբագիրը հարցնում է, որ այդ համաձայնագրում կան մի քանի շատ մանրամասներ, որոնք ծանոթ չեն իրեն եւ այս կապակցությամբ հարցնում է, որոնք եք դուք համարում ամենակարևոր արժեքները այդ համաձայնագրի Հայաստանի համար։ Մեկ ակնհայտ է, որը արտահայտված է հենց վերնագրում, դա փոխօգնության պարտավորվածությունն է, որ կողմերը վերցնում են իրենց վրա, կողմերից մեկի նկատմամբ ագրեսիայի կամ ագրեսիայի սպառնալիքի ծագման դեպքում։ Սա գլխավորն է, որ եւ սրա մասին արդեն բազմիցս խոսվել է։ Երկրորդը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ծավալման դրույթներն են, որոնք չափազանց մանրամասն արտահայտված են մեր պայմանագրում, չափազանց մանրամասն, եւ այս առումով ես պետք է նշեմ, որ արդեն կատարված են զգալի շատ լուրջ գործնական քայլեր, առնվազն 3 տնտեսական ծրագիր, որը Հայաստանի համար ունի ստրատեգիական նշանակություն։ Մեկը ատոմակայանն էր, որը շարունակվում է, այս ծրագրի իրականացումը շարունակվում է եւ հետագա շահագործումը նույնպես տեղի ունենալու Ռուսաստանի հետ ամենասերտ համագործակցությամբ։ Երկրորդը Գազպրոմի հետ ստորագրված այդ համաձայնագիրն էր, որի նշանակությունը գուցե պակաս չէ, քան ատոմակայանի գործարկման հարցում հայ-ռուսական համագործակցությունը։ Երրորդը Նայրիտի, իսկ մեր սինթետիկ կաուչուկի գործարանի վերակենդանացման ծրագիրն է, որը արդեն համատեղ իրականացվում է Ռուսաստանի ընկերություններից մեկի հետ եւ սա նույնպես չափազանց լուրջ ծրագիր է։ Ընդհանրապես էներգետիկայի հետ կապված հարցերը հիմնականում ես համարում եմ ստրատեգիական նշանակություն ունեցող։ Այնուհետև ես շատ մեծ կարևորություն եմ տալիս այսպես կոչված հումանիտար բլոկին, այդ պայմանագրի, որը վերաբերում է մշակութային հարաբերություններին, սոցիալական ոլորտի, մարդու իրավունքների, յուրաքանչյուրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերին, որոնք դեռևս շատ մասերով կարգավորված չեն։ Այնուհետև բացի փոխադարձ օգնության պարտավորությունից լուրջ փաթեթ է իրենից ներկայացնում նաև ռազմական համագործակցության բնագավառը, դա վերաբերում է եւ կադրերի պատրաստմանը, եւ համատեղ զորավարժություններին, եւ սահմանների համատեղ պաշտպանությանը, եւ համատեղ կամ միասնական հակաօդային պաշտպանությանը, եւ ռազմաարդյունաբերական համալիրի համագործակցությանը եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն։
Հորիզոն հայկական հեռուստաընկերություն Լոս Անջելես, պարոն նախագահ, ինչպես է գնահատում Հայաստան-Սփյուռք ներկա փոխհարաբերությունը եւ ինչպես եք տեսնում այդ հարաբերության մոտ ապագան կապված երկխաղացիության մասին օրենքի ընդունման կամ մերժման խնդրի հետ։ Ես Հայաստան-Սփյուռք հարաբերությունները գնահատում եմ միանգամայն բավարար, ավելին չէր կարող լինել, քան կա, որովհետև եւ Սփյուռքը եւ Հայաստանը դեռևս գտնվում են փնտրտուքների մեջ համագործակցության մեխանիզմների ստեղծման հարցում։ Այս անկախության 6 տարիների ընթացքում ես գտնում եմ կատարված է առավելագույնը, գտնված են համագործակցության արդեն լուրջ մեխանիզմներ, մասնավորապես դրա մասին է խոսում եւ Սփյուռքի մասնագետների աշխատանքը Հայաստանում շատ էր, տասնյակ մարդիկ, նրանք իրենց ուժը, կարողությունները եւ մտավոր պոտենցիալը օգտագործեցին Հայաստանում եւ այսօր էլ օգտագործում են։ Ես պետք է չափազանց գնահատեմ Հայաստան հիմնադրամի գործունեությունը, անկախ այս խոսակցություններին, որոնք ժամանակ ծագում են մարդկանց մոտ, որոնք տառապում են թերարժեքության բարդույթով եւ չեն ուզում տեսնել ոչ մի լավ բան, մենք վարժված ենք, եթե Հայաստանում կամ հայ ժողովրդի մոտ տեղի ունենում մի լավ բան, անմիջապես գտնվում են չարախնդացողներ, անմիջապես գտնվում են մարդիկ նսեմացնելու համար այդ գործունեությունը, բայց այս բոլորով հանդերձ, եթե ծանոթ եք Սփյուռքի պատմությանը, չեք գտնի մի դեպք, որ 5 տարվա ընթացքում ընդամենը 5 էլ չի, ոչ լիարժեք 5 տարի հիմնադրամի գործունեության, հիմնադրամը արդեն իրականացրել է 53 միլիոն դոլարի ծրագրեր, հայ ժողովրդի պատմության մեջ ոչ մի բարեգործական կազմակերպություն, ազգային կառույց, լինի դա եկեղեցին, թե մեր բազմաթիվ բարեգործական կազմակերպությունները 5 տարվա ընթացքում 53 միլիոն դոլարի ծրագիր չեն իրականացրել։ Չի եղել այդպիսի բան։ Չկա։ Սա հրաշալի կառույց է, արդեն իր արդյունավետությունը ապացուցած, ուղղակի բարի կամք է պետք օգնելու այս կառույցին, ոչ թե չարախնդալու, օգնելու, հզորացնելու, որովհետև այդ կառույցը բացառապես ծառայում է ազգի նպատակներին։ Եթե հիմնադրամը ոչինչ չաներ, այսքան խոսում ենք Ղարաբաղի մասին, Ղարաբաղի շենացման, ժողովրդի, անկախություն, միացում եւ այլն, բայց ոչ ոք չի կարողանում գնահատել Գորի Ստեփանակերտ ճանապարհի նշանակությունը։ Եթե ասում եմ հիմնադրամը ոչինչ չաներ, եթե կառուցեր միայն Գորի Ստեփանակերտ ճանապարհը, պետք է հիմնադրամը դնեիք ձեր գլխին։ Ես դες չեմ ասում։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք չարախնդում են։ Ուրեմն, ես չափազանց բավարարված եմ, ասում եմ, ավելին չէր կարող լինել, կան իհարկե թյուրըմբռնումներ, բայց ես չէի ուզի եւ համարում եմ դա կեղծիք եւ այդ թյուրըմբռնումները քաղաքական մի ուժի հետ փորձում են տարածել ամբողջ Սփյուռքի վրա։ Այո, մենք ունենք քաղաքական մի ուժի հետ, դաշնակցության հետ խնդիրներ, մեր պետությունը, բայց ես չեմ կարծում եւ որևէ սփյուռքահայ չի ընդունի, որ Սփյուռքը դա դաշնակցությունն է, ոչ, ամենևին ոչ։ Դաշնակցությունը Սփյուռքի համազգային կամ համասփյուռյան կառույցներից մեկն է ընդամենը։ Մեկը։ Մենք ունենք շատ ավելի հզոր կառույցներ, դա հայ առաքելական եկեղեցին է, հայ ավետարանական եկեղեցին, հայ կաթողիկ եկեղեցին, ունենք 3 ավանդական կուսակցություն, ունենք հայ բարեգործական ընդհանուր միություն, ունենք հայկական համագումար։ Ես թվարկեցի համարյա բոլոր համասփյուռյան կառույցները եւ այս բոլոր համասփյուռյան կառույցներից միայն դաշնակցությունն է, որը մեզ հետ խնդիրներ ունի։ Մնացած բոլոր կազմակերպությունների հետ մեր հարաբերությունները փայլուն են, մեր համագործակցությունը հրաշալի է։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ մենք այո դժվարություն ունենք Սփյուռքի հետ երկխոսության, որովհետև Սփյուռքը չունի միասնական ներկայացուցչական մարմին։ Սփյուռքի համար հեշտ է։
Կա մեկ պետություն, կա իշխանություն, նրանց մեզ հետ հարաբերվելը շատ հեշտ է։ Մեզ նրանց հետ հարաբերվելը չափազանց բարդ խնդիր է։ Ես գտնում եմ ժամանակի ընթացքում դա կստեղծվի։ Պարզապես Սփյուռքը դեռևս չի կարողացել դուրս գալ այդ ավանդական ազգային կառույցների մտապատկերից եւ մտածել վեր սփյուռքյան կամ համասփյուռքյան միասնական կառույցի մասին։ Մինչև սա չլինի, դժբախտաբար այս թյուրըմբռնումները, այս ոչ մեր համագործակցության ոչ արդյունավետությունը լինելու է, բայց բոլոր դեպքերում կան նաև ուրախալի երևույթներ, ես սա էլ պիտի նշեմ, գոնե հիմա արտաքին քաղաքականության մեջ նկատվում է ուժերի համախմբում, մասնավորապես Ղարաբաղի հարցում ծագած այս բարդությունների ֆոնի վրա, Սփյուռքում նկատվում է ուժերի համախմբում եւ կազմակերպություններ, որոնք ժամանակի ընթացքում բացարձակապես իրար հետ համագործակցելու մտադրություններ չէին դրսևորել, արդեն մասնակցում են համատեղ գործողությունների հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Ես կարող եմ ասել Հայաստանի օգնությունների հարցում արդեն հայկական համագումարը եւ դաշնակցությունը շատ լավ համագործակցում են։ Ալիևի Միացյալ Նահանգներ այցելության ընթացքում այդ համագործակցությունը նույնպես չափազանց արդյունավետ էր։ Նույնը 907 օրինագծի պահպանման հարցում այդ մղվող պայքարում եւ դաշնակցությունը եւ հայկական համագումարը գործում են միասնաբար։ Մենք տեսանք, երբ այս անգամ երկու կազմակերպություն միացան, որքան մեծ հաջողությունների կարելի է հասնել։ Իսկ եթե բոլորը միանան, մենք դες միայն կոչ ենք անում, մենք չենք ասում մեզ միացեք։ Նախ եւ առաջ Սփյուռքը թող միանա ինքը իրեն, Սփյուռքի բոլոր կազմակերպությունները թող միանան։ Դրանից հետո մեր եւ Սփյուռքի միացումը որևէ խնդիր չի առաջացնում։ Շնորհակալություն։ Ներողություն, երկխաղացիության մասին։ Այո, հիմա երկխաղացիության մասին։ Երկխաղացիության մասին նորից ես իմ կարծիք հայտնել եմ։ Ես կարծում եմ Սփյուռքը պիտի այնքան մեծահոգություն ունենա, որ հասկանա մենք ինչու մերժել ենք երկխաղացիությունը։ Դա պիտի հասկանար։ Ես փորձել եմ դա բացատրել։ Մենք ունենք շատ լուրջ խնդիրներ։ Մեկը ես ասել եմ, մեկը չեմ ասի, դուք ինքներդ գլխի ընկեք։ Մեկը ես ասել եմ, եթե մենք հայտարարած լինեինք երկխաղացիություն, այսօր մենք բանակ չէինք ունենա։ Սփյուռքը կուզեր, որ Հայաստանը բանակ չունենար։ Սփյուռքը կուզեր, որ Արցախը այս վիճակում չլիներ, պարտված լիներ։ Մենք բանակ չէինք ունենա։ Մենք դրա փաստը ունենք, սա մեր ամոթն է, մեր խայտարակությունն է։ Շատ հայ երիտասարդներ փախել են պարզապես Հայաստանից իրենց ընտանիքներով բանակում ծառայելուց խուսափելու նպատակով։ Փախել են դեռևս հնարավորություններ չունենալով։ Իսկ եթե նրանք ունենային երկխաղացիություն, նրանցից ոչ մեկը չէր ծառայի մեր բանակում։ Այո, կգտնվեին կամավորներ, որովհետև մեր ժողովուրդը միշտ էլ հերոսներ ծնել է, կունենայինք 5000-անոց, 10000-անոց անձնազոհների, մահապարտների, հերոսների ջոկատ, բայց դա բանակ չէր։ Բանակը քաղաքացիական պարտականություն է, որը չեմ կարծում որևէ երկրում ժողովուրդը իրականացնում է հաճույքով։ Անկամ Միացյալ Նահանգներում ես կարծում եմ շատ հավեսով չեն գնում բանակ մարդիկ։ Բայց որ սա միջոց էր, որպեսզի մենք դա ունենայինք։ Ես ասացի, մեկն եմ ասում, բայց կա մի ավելի լուրջ շարժառիթ, որը ինձ գնդակահարեք անգամ ես չեմ ասի ձեզ, որովհետև դրա մասին խոսել այսօր վտանգավոր է, դրա մասին ես կարող եմ խոսել 10 տարի, 20 տարի հետո։ Այնքան պարզ բան է, որ մի քիչ մտածեք, դուք բոլորդ գլխի կընկնեք, ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արթուր Սողոմյան, Հայաստանյան ռադիոգործակալությունից։ Պարոն նախագահ, դուք հոկտեմբերի 11-ին եք Ստրասբուրգ եւ հանդիպել եք Ժակ Շիրակի հետ։ Դուք բարձրացնել եք Վարուժան Կարապետյանին ազատելու հարցը։ Շնորհակալություն։
Ես ասեմ սրա մասին, անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ երբեր մայիսին էր կարծեմ, համարն էր, մայիսին, եթե չեմ սխալվում։ Ես այս հարցը բարձրացրի, այո, եւ պարոն Շիրակը այնքան մեծահոգի գտնվեց, որ ասաց, քանի որ դուք այդ հարցը բարձրացրել եք, կարող եք մամուլին փոխանցել, որ դուք ինձ դիմել եք Մարուժան Կարապետյանին ներում շնորհելու խնդրանքով, որը եւ ես կատարեցի, եւ այսքանը։ Բայց մենք խոսել ենք նաեւ իրավաբանների հետ, հարց կար, որ նա իր գործի վերանայման դիմում կարող էր տալ միայն 97 թվականին, իսկ 15 տարի հետո։ Անցյալ տարի նա ով էլ լիներ չէր կարող լուծել այս հարցը։ Այս տարի է, որ լրանում է վերանայման խնդրանքի ժամկետը։ Բնականաբար այս հանդիպման ժամանակ ես պիտի կրկնեմ իմ խնդրանքը, այստեղ դա իմ պարտքն է, շնորհակալություն։ Վարդան Վարդանյան, HFM ռադիոկայան։ Պարոն նախագահ, ձեր այն հայտարարությունից հետո, երբ ասացիք, որ 2001 թվականի նախագահական ընտրություններին չեք առաջադրվի, քանի որ դա այդ հնարավորությունը չի ընձեռում օրենքը, այդ հայտարարությունից հետո ուրեմն հեռուստաելույթում Սամվել Գևորգյանը ասաց, թե դեռ միանշանակ չէ եւ պետք է պարզել, օրենքը հնարավորություն տալիս է, թե ոչ։ Այլ քաղաքական գործիչներ էլ նման ակնարկներ արեցին։ Հարցս հետեւյալն է, 2001 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու ձեր վճիռը վերջնական է, թե հնարավոր են այլ տարբերակներ, մասնավորապես դիմեք սահմանադրական դատարան օրենքին համապատասխանությունը վճռելու համար կամ այլ։ Ոչ, ես չեմ դիմի սահմանադրական դատարան, միայն եթե ամբողջ ազգով շատ խնդրեք, իմ ժամանակ կառաջադրվեմ։ Պարոն նախագահ, ձեր նախընտրական ծրագրում մի ուրեմն կետ կար, որ դուք նշում եք, որ մեր երկրի ավելի մինչև 1 միլիոն քաղաքացիներ գտնում են աղքատության եզրին, եւ դուք ունեիք ծրագիր, որը ենթադրում էր ձեր նախագահության 5 տարիների ընթացքում այս վիճակից դուրս գալ։ Անցել է 1 տարի, ձեր կարծիքով ինչ է այլ մեր կառավարությունը այդ ուղղությամբ եւ հաջորդ 4 տարիների ընթացքում ինչ է հնարավոր անել մեր համանդրության հիմնական պահանջը սոցիալական պետության կառուցումը արժանապատիվ կատարելու համար։ Դժբախտաբար առաջին տարում մեզ դեռ վիճակը չի ուրախացնում, բացարձակապես չի ուրախացնում, այլ հակառակը նույնիսկ հետընթաց կա նախորդ տարվա համեմատ։ Ես դա պիտի նշեմ։ Մասնավորապես սղաճը, որ մեր նախատեսածից շատ ավելի բարձր է, մենք տարեկան սղաճը նախատեսել էինք ընդամենը 10%, իսկ արդեն 9-րդ ամիսն է եւ մոտենում է 15%-ի, 14.8%։ Իսկ սղաճը գիտեք ինչ է նշանակում, դա անմիջապես նշանակում է ժողովրդի կենսամակարդակի անկում։ Մյուս կողմից, ինչ է հաջողվել անել, հաջողվել է որոշ կարգուկանոն հաստատել, մասնավորապես հարկային համակարգում, մաքսային համակարգում եւ եթե ոչ առաջին 3-4 ամիսը այս տարվա, ապա դրանից հետո մենք կարողացել ենք ապահովել 100%-ով, նույնիսկ ավելի, բյուջեի հարկային մուտքերը, այսինքն սրանով մենք կարողացել ենք գոնե այդ աշխատավարձերի, թոշակների ուշացումները կրճատել եւ հասցնել տանելի վիճակի, թեև դեռևս մինչև վերջ դա չենք լուծել։ Սա մեկ։ Երկրորդը, իհարկե ես միշտ եմ ասել, ես հրաշքներ չեմ խոստացել, ես խոստացել եմ դանդաղ փոփոխություններ եւ ես վստահ եմ այն ինչ խոստացել եմ այս 5 տարիների ընթացքում մենք կիրականացնենք, բայց կրկնում եմ, ելի հրաշք չսպասեք։ Եկեք պարզ, այսպես ոնց որ հարևանը հարևանի հետ կամ ընկերը ընկերոջ հետ նստենք, խոսենք, հասկանանք մեր վիճակը, ինչ ենք մենք ուզում։ Եթե դուք մտածում եք այս պայմաններում, Ղարաբաղի հարցի չլուծվածության պայմանում առաջին հերթին, շրջափակումների պայմաններում, Հայաստանը կարող է դառնալ նորմալ երկիր, որ Հայաստանի ժողովուրդը կարող է ապրել այնպես, ինչպես եվրոպացի ժողովուրդներն են ապրում, դա նշանակում է դուք խորենացի չեք կարդացել։ Չի լինելու կամ պիտի
ասենք ամբողջ աշխարհին, գնացեք մի կողմ, մենք մեր հարցերը լուծում ենք, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, եւ ոչ մի զիջում մենք դες չենք անելու, բայց այդ դեպքում ոչ ոք իրավունք չպիտի ունենա պահանջել կենսամակարդակի բարելավում, հակառակը պիտի հաշտվի այն մտքի հետ, որ իր կենսամակարդակը շատ ավելի ընկնելու է, կամ էլ, եթե ուզում է լավ ապրել, եթե ուզում է զարգացնել իր տնտեսությունը, պետք է քաջություն ունենա, համարձակություն ունենա, գնալ լուրջ փոխզիջումների, ես չեմ ասում զիջում, բացարձակապես, փոխզիջումների պետք է գնալ, թե չէ, դուք շատ համարձակ եք ընդհանրապես, լրագրողները հիմա ամենակաջ, ամենահերոս մարդիկ են մեր հասարակության մեջ, ավելի քաջը չկա, ում ուզում եք հայոյում եք, ում ուզում եք սուզում եք, ում ուզում եք հայտարարում եք, քաջություն ունեցեք նայելու իրականությանը եւ ահա նման բանավեճ բացելու։ Դրեք հաշվարկներ կատարեք, ուր կհասնենք, եթե ասենք այս վիճակը պահպանվի ևս մի 5-10 տարի։ Ուր կհասնենք։ Դժվար չէ հաշվել։ Մենք մեզ համար արել ենք այդ հաշիվները։ Չի դառնալու, Հայաստանը երբ նորմալ պետություն չի դառնա, լավ չես ապրի, Սերգեյ ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչև շրջափակումները չվերանան, Մարինա Գրիգորյան, այժմ Շաբաթաթերթ։ Պարոն Տեր-Պետրոսյան, անցած տարիների ընթացքում դուք մի քանի խորհուրդ եք տվել մեր բնակչությանը, թե ինչպես հայտարարել գոյության միջոցներ, այն է դիմել բարեկամներին, կամ պարտք վերցնել հարևաններից, կամ վաճառել ունեցվածքը, իսկ այսօր, երբ այդ միջոցները սպառված են, դուք ինչ խորհուրդ կտայեք այն մարդկանց, բազմաթիվ քաղաքացիներին, որոնք որ ստանում են 3000 դրամ թոշակ կամ 5000 դրամ աշխատավարձ։ Շնորհակալություն։ Դուք որ թերթն եք ներկայացնում։ Այժմ Դուք ինչպես միշտ աղավաղում եք իմ ասածները։ Ես ոչ մի խորհուրդ չեմ տվել, նման խորհուրդ չեմ տվել, դուք կարող եք վերցնել ձայնագրությունը իմ ելույթի եւ կտեսնեք, որ նման բան գոյություն չունի։ Ուզում եք ասեմ ես ինչ եմ ասել։ Ես ընդամենը արձանագրել եմ փաստը։ Երբ ինձ հարց են տվել, ես հիշում եմ ով է հարց տվել, ձեր ընկերը այժմ թերթից կամ այժմ կուսակցությունից։ Այն ժամանակ այժմ չկար։ Այժմ կուսակցությունը կար, միշտ կա։ Ուրեմն այդ հարցը ինձ տվել է Դավիթ Վարդանյանը, ասել է ինչպես է ապրում ժողովուրդը, երբ նրա աշխատավարձի արժեքը 2 ձվի արժեք է։ Ես ասել եմ ինչպես են ապրում, եթե չեն մեռնում, ուրեմն ինչ որ տեղից ինչ-որ բան հայթայթում են, կամ իրենց պահուստներն են օգտագործում, կամ իրենց բարեկամներից պարտք են վերցնում։ Եվ դուք սա դարձրել եք խորհուրդ, արդեն 5 տարի է կրկնում եք եւ չեք էլ ձանձրանում, կարող եք էլի 10 տարի կրկնել, շնորհակալություն։ Առավոտ Արմեն Զաքարյան։ Պարոն նախագահ, ես ուզում եմ նույն հարցը ուղղել, ինչ որ ուղղել եմ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին իր վերջին ասուլիսում, հարցս վերաբերում է Գագիկ Հարությունյանի հարցադրմանը։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների համար նախորդ տարիներին հատկացվել է $1,600,000, որի հետքը չկա։ Հայաստանում ազատ մարմնի կայացման համար հատկացվել է $1,800,000,
Պարզ չէ որ այդ ազատ մամուլը ինչ սկզբունքով է դա բաշխվել, ինչ համամասնություններով եւ որ լրատվամիջոցներին։ Եվ երրորդ վարկը ինչ հասարակական կազմակերպությունների տրվել է $1,400,000, պարզ չէ որոնք են այդ կազմակերպությունները եւ ինչ նպատակներով։ Դուք ինչ տեղեկություններ ունեք այդ վարկերի ծախսման վերաբերյալ, արդյոք կատարվել է համապատասխան աուդիտ եւ ձեզ զեկուցվել է դրա մասին, եւ եթե թույլ տաք երկրորդ փոքրիկ հարց կտամ։ Այո, ես տեղյակ եմ եւ Գագիկ Հարությունյանի հայտարարությունից հետո եւ ձեր հարցից հետո կառավարությունն արդեն լրջորեն զբաղվում է այս հարցով, կատարվում են համապատասխան ստուգումներ, երբ ստուգումների արդյունքները հայտնի լինեն, ձեզ կներկայացվեն։ Մենք համապատասխան դիմումներ կատարել ենք այն կազմակերպություններին, որոնք հատկացրել եւ բաշխել են այդ վարկերը։ Դրանք հիմնականում բաշխվել են համատեղ։ Դա Հայաստանի կազմակերպությունները չէ, որ բաշխել են, այլ համատեղ, արտասահմանյան եւ հայկական։ Կստուգվի մինչև վերջին լուման եւ դες կտեղեկացվի։ Ես ինքս չափազանց շահագրգռված եմ իմանալու մամուլի որ օրգանները կամ հասարակական որ կազմակերպություններն են օգտվել այդ վարկերից։ Ես ինքս դեզից գուցե ավելի շահագրգռված եմ դրանում։ Շնորհակալություն։ Մեկական հարց եք դրել։ Հարություն Խաչատրյան, Նոյան տապանգործակալություն։ Պարոն նախագահ, դարձյալ կոռուպցիայի խնդրի վերաբերյալ անկախության ձեռքբերումից հետո մի քանի անգամ արձարծվել է այն առաջարկությունը, որ անհրաժեշտ էր մտցնել պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգ։ Վերջին անգամ դա կարծեմ այդ մասին խոսվեց կարծեմ 95 թվականի սկզբին, բայց մինչև այժմ չի արմատավորվել։ Դուք չեք գտնում, որ անհրաժեշտ է այդպիսի համակարգի արմատավորում, ինչպես դա արվում է ներկայումս Ռուսաստանում։ Մասնավորապես դուք ձեր հենց հիմա որ նշեցիք, որ պետական պաշտոնյաները մեծ մասամբ ցածր աշխատավարձ են ստանում, դրանով մի տեսակ կարծեք թե մեղավորության ստվեր եք գցում նրանց բոլորի վրա, կասկածի ստվեր։ Արդյոք չեք գտնում անհրաժեշտ այդ համակարգի արմատավորում։ Շնորհակալություն։ Կներեք, էլի մեկնաբանում եք բաներ, դուք ինձ հետ համաձայն չեք, որ նրանք ցածր աշխատավարձ են ստանում։ Համաձայն եմ միանգամայն։ Էլ ինչ ստվեր գցելու բան կա, ես ոչ մի ստվեր չեմ գցում։ Ինչ վերաբերում է հայտարարագրերին, ես ողջունում եմ դա, այո, որքան շուտ արվի, այնքան լավ։ Որքան շուտ կառավարությունը։ Շնորհակալություն։ Որքան շուտ այն ոչ միայն դա պիտի անի, հանձնարարված է եւ արդեն լուրջ աշխատանքներ են կատարվում նաեւ պետական ծառայողի մասին օրենքի ընդունումը, որ ես գտնում եմ ամենակարևոր օրենքներից մեկը։ Ձեր հարցը ինձ կօգնի, որ ես ավելի արագացնեմ այդ խնդիրը, խնդրեմ։ Շնորհակալություն։ Սնարգործակալություն Գայանե Մովսիսյան։ Պարոն նախագահ, ձեր կարծիքով կարող է պատահել այնպես, որ Թուրքիան կհրաժարվի Հայաստանի տարածքով ստանալ ռուսական գազը, քանի որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ։ Եթե այո, ապա Հայաստանը կստանա այդ գազը, թե ոչ, կարող է պատահել, որ չի ստանա։ Գիտեք ինչ, ես այդքան հորետես չեմ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը այսօր կարգավորված չէ, բայց դա չի նշանակում, որ վաղը կարգավորված չի լինի։ Չկա մի խնդիր, որը վաղ թե ուշ չի լուծվում։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ ժամանակի ընթացքում չի կարող պատահել այնպես, որ բոլոր կապերը խզվեն եւ ինչ որ հարցում որևէ տեղաշարժ տեղի չունենա։ Իհարկե Թուրքիան պիտի կշռի։ Իր համար որն է ավելի կարևոր, այդ գազը, թե այս բարեկամական համերաշխության պարտավորությունը Ադրբեջանի նկատմամբ։ Մի մոռացեք, որ Թուրքիայում նույնպես շատ լուրջ ձայներ են հնչում եւ քաղաքական ուժերի կողմից եւ ավելի շատ տնտեսական վերնախավի կողմից, որոնք բողոքում են հայ-թուրքական սահմանի այս փակվածության դեմ։ Շահագրգռություններ տարբեր շահեր գոյություն ունեն։ Կկշռեն, կհաշվեն, եթե իրենք ձեռնտու չէ, այո, որոշ ժամանակ գուցե դեռ էլի հրաժարվեն։ Իսկ ինչ վերաբերում է Ռոսգազի հետ մեր պայմանագրին, ապա դա ընդամենը մեկ տարրն է։
Հայաստանով դեպի Թուրքիա գազամուղի անցկացումը ընդհանուր այդ պայմանագրի 1 տարին է։ Մնացածը դա շատ լուրջ պայմանագիր է, որը մեր ամբողջ գազային համակարգերը փաստորեն միացնում է իրեն եւ Գազպրոմը այո շահագրգռված է նաև Հայաստանի ներքին ցանցում իր գործունեությամբ, ամբողջ ցանցում։ Եթե առաջ նա միայն մեր սահմանի վրա մեզ գազ վաճառող էր, այսօր այդ գազը ոչ թե սահմանին, այլ հասցնում է մինչև արդեն ուղղակի սպառողը։ Ուղղակի սպառող եւ եկամուտները բաժանվում են ըստ բաժնի մասերի տոկոսների։ Այնպես որ սա բացարձակապես կապ չունի Ռոս կամ Գազպրոմի Հայաստանում գործունեության հետ։ Գերման Վարդանյան, Ագրոպրես խմբագրական կենտրոն։ Պարոն նախագահ, արտոնաբերության վերականգնելու եւ աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ գործնական ինչ քայլեր են արվում։ Արվում է գործնական ամեն ինչ հնարավորությունների սահմանում, բայց ես քիչ առաջ ասացի, այդ հնարավորությունների սահմանը շատ փոքր է, շատ ցածր է։ Շատ ցածր է։ Ինչ պիտի արվի հիմնական խնդիրները, որոնց վրա շատ լուրջ աշխատանք է կատարվում։ Նախ եւ առաջ այդ ներդրումների ներգրավման խնդիրն է, որը արդեն դարձել է մեր կառավարության գործունեության ամենաառաջնահերթ խնդիրը։ Եվ այս հարցում մենք ունենք որոշ հաջողություններ, ես չեմ ուզում բոլորովին հորետես լինել, ես մեծ հաշվով եմ հորետես, բայց փոքրիկ տարածքի վրա մենք ունենք հաջողություններ։ Եվ այս գործընթացը կշարունակվի, այս միջազգային աճուրդները վերջի վերջո պիտի արդյունք տան, այստեղ նույնպես բացարձակապես չենք կասկածում, չափազանց կարևոր էր Պերկ Կերկորյանի այս հիմնադրամի ստեղծումը, որը գլխավորելու է սենատոր Դոլը $100 միլիոն փաստորեն ներդրումներ են, որով պիտի վարկավորվի ըստ երևույթին ցածր տոկոսներով, չափազանց ցածր տոկոսներով պիտի վարկավորվի մեր արդյունաբերությունը, ընդհանրապես գործարարությունը։ Ես կարծում եմ, եթե անգամ 1-2 տարվա ընթացքում դա օգտագործվի, դա մեծ օգնություն է Հայաստանի։ Այնուհետև ես պիտի ասեմ, որ այնքան լուրջ է մեզ համար այս հարցը, որ արդեն որոշված է եւ շուտով, շատ շուտով, ըստ երևույթին 1-2 շաբաթվա ընթացքում կստեղծվի ներդրումների իրականացման, ես ընդհանուր դեռևս անվանումը տամ, իրականացման պետական խորհուրդ։ Դա ըստ երևույթին կլինի վարչապետին կից եւ մեր առևտրի ու արդյունաբերության նախարարության անմիջական գործունեությամբ։ Խորհուրդը կստեղծվի ամենայն հավանականությամբ նախագահի հրամանագրով եւ խորհուրդը պիտի ունենա շատ լուրջ լիազորություններ, որի խնդիրն է դառնալու հետեւյալը. Առաջին, նախ գտնել արտաքին շուկաներ, օգնել մեր արդյունաբերողներին արտաքին շուկաներ հայթայթելու հարցում։ Սա մեկ։ Երկրորդը, ներգրավել օտարերկրյա ներդրումներ։ Երրորդը, Հայաստանում բոլոր օտարերկրյա ներդրողներին զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկներից, որպեսզի այսօր ներդնողը, արտասանային ներդնողը Հայաստանում գործ ունենա մեկ գործընկերոջ հետ, մեկ պարտների հետ։ Օտարերկրյա ներդրողը պարտավոր չէ դռնից դուր ընկնել, ստորագրություններ հավաքել, քաղաքապետարան, չգիտեմ, մարզպետարան, դատարան եւ այլն։ Այդ ամբողջ ծառայությունը պիտի իրականացնի այդ խորհուրդը։ Չորրորդը, ներդրողներին մատուցել իրավաբանական խորհրդատվություն, որպեսզի անմիջապես ներդրողները հնարավորություն ունենան ծանոթանալու իրենց հետաքրքրող օրենսդրությանը։ Եվ հինգերորդը կատարելագործել, շարունակ ուրեմն հետևել, բարեփոխել մեր
օրենսդրությունը, տնտեսական օրենսդրությունը, սա նույնպես մտնելու է նրա խնդիրների մեջ։ Ոնց որ սա շատ լուրջ հարց է։ Հաջորդ կարևոր խնդիրը դա մեր հարկային քաղաքականության բարեփոխման խնդիրն է, հենց արդյունաբերության խթանման տեսակետից, եւ այսօր կառավարությունը պատրաստում է շատ լուրջ փաթեթ, որով բավականին կթեթևանա հարկային բեռը մեր արդյունաբերողների, մասնավորապես շահութաբեր ձեռնարկությունների վրա։ Սա ամենօրյա մտահոգության առարկա է։ Բայց ես էլի չեմ ուզում մոռանալ, այս ամբողջը ես համարում եմ կոսմետիկա։ Այս ամբողջը կոսմետիկա, այսինքն առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործում ոչ ավելի։ Սա կթեթևացնի մեր վիճակը, մի փոքր կբարելավի մեր կենսամակարդակը, բայց Հայաստանը չի դառնա ժամանակակից պետություն, Հայաստանում տնտեսական զարգացում չի լինի, մինչև չլուծվի, կրկնում եմ, սա արդեն ստիպված եմ ուզում եմ կրկնել, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, մինչև չվերանան շրջափակումները։ Андрей, значит, у меня такой вопрос. В заявлениях руководителей последних Нагорного Карабаха говорится о том, что существуют расхождения в подходах к представленным предложениям сопредседателей Минской группы. Не могли бы вы немножечко разъяснить, в чем заключаются эти разногласия в подходах к урегулированию? В чьих подходах? Карабаха и Армении. Карабаха и Армении. Да, я забыл. Ես չէի ասի, որ լուծման Ղարաբաղի հարցի կամ Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ղարաբաղի միջև տարբերություններ կան։ Ոչ եւ Հայաստանը եւ Ղարաբաղը ցանկանում է, որ Ղարաբաղցին լինի ազատ, որ Ղարաբաղցին լինի անվտանգ, որ Ղարաբաղցին ունենա նորմալ կենսագործունեության հնարավորություն, որ Ղարաբաղցին օգտվի մարդու այն բոլոր իրավունքներից, որ օգտվում է ցանկացած եվրոպական ազգ, որովհետև Ղարաբաղցին ոչնչով պակաս չէ գերմանացուց, ֆրանսիացուց, որ նրա ազատությունը սահմանափակվի բացարձակապես։ Այս հարցում որևէ տարաձայնություն գոյություն ունենալ չի կարող։ Տարաձայնություն կարող է լինել կարգավորման, ընթացքի նկատմամբ, կարգավորման մեթոդոլոգիայի նկատմամբ եւ գաղտնիք չէ կան, իհարկե կան տարաձայնություններ եւ զարմանալի կլիներ, որ նման տարաձայնություններ չլինեին։ Սա երբեմն միջնորդներն անգամ չեն ուզում տեսնել, նույնիսկ մտածում են, որ ինչ-որ խաղ կա, որ Հայաստանն ու Ղարաբաղը ցույց են տալիս, որ ունեն տարաձայնություններ, բայց իրականում նրանք գործում են միասնաբար, բայց սա սխալ է, որովհետև ես կարծում եմ նման մյուս հակամարտությունների փորձն էլ ցույց է տալիս, որ բոլոր նման հակամարտության կողմերը աստիճանաբար, եթե ոչ միանգամից, դառնում են ինքնուրույն քաղաքական գործոն։ Ես գիտեմ, այո, շատ լուրջ տարաձայնություններ կան նաև Դենքտաշի ու Դեմիրելի միջև, Հյուսիսային Կիպրոսի եւ Թուրքիայի միջև։ Մենք հիշում ենք այն լուրջ տարաձայնությունները, որ կային Միլոշևիչի եւ Կարաջիչի միջև։ Շատ բնական է, Ղարաբաղը շատ լուրջ քաղաքական գործոն է։ Կա ժողովուրդ, կան ընտրյալ իշխանություններ, ունի հզոր բանակ, ունի հաղթական բանակ, ինչու պիտի Ղարաբաղը ինքնուրույն քաղաքական գործոն չլիներ եւ ինչու պիտի իր ձայնը չունենար ոչ միայն Ադրբեջանի հետ խոսելիս, ոչ միայն միջնորդների հետ խոսելիս, այլ նաեւ Հայաստանի հետ խոսելիս։ Ես սա շատ բնական եմ համարում, բայց միաժամանակ մենք միշտ կարողացել ենք ունենալով տարաձայնություններ,
ունենալով երբեմն լարված պահեր, բայց մենք միշտ կարողացել ենք համագործակցել եւ ընդհանուր առմամբ այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք գտնել ընդհանուր եզրեր։ Այսօր էլ այո կան տարբերություններ, ես շատ մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ ընդհանրապես Ղարաբաղի հարցի լուծման 5 տարբերակ գոյություն ունի։ 5 տարբերակ։ Առաջինը ստատուս քվոյի պահպանումն է։ Այսինքն այն վիճակը, որ այսօր գոյություն ունի, դրա հավիտենական պահպանումը։ Երկրորդը Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից միայն Ղարաբաղի անկախության պահանջումն է կամ Ղարաբաղի միացումը Հայաստանին, որպես վերջնագիր ամբողջ աշխարհին, ասենք ներկայացվում է նման վերջնագիր, ասում է միայն այս լուծումը եւ ուրիշ ոչինչ։ Այս դեպքում իհարկե Ղարաբաղը պատրաստ կլինի վերադարձնել գրավված տարածքները եւ այլն եւ այլն։ Երրորդ տարբերակը պատերազմն է։ Եթե Ղարաբաղը ի վիճակի է ծնկի բերել Ադրբեջանին։ Իսկն կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանը։ Դուք դատեք այս տարբերակների իրական լինել թե չլինելը։ Ես խոսեմ հետո դրանից հետո ավելի իրական տարբերակների մասին։ Դուք դատեք։ Նախ ստատուս քվոյի պահպանումը։ Ինչպես եք դա պատկերացնում, ես արդեն ասացի Հայաստանի համար դժվարությունները, շրջափակումը, դրան պիտի գումարել միջազգային հանրությունը, ինչը միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 տարի կամ 30 տարի պահպանվի այս վիճակը, սա բացառված է։ Սա բացառված է եւ միջազգային հանրությունը կգտնի ձևեր, միջոցներ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այնինչ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել։ Այդպես եղավ։ Մենք դա մեր աչքի առաջ եղավ Բոսնիայում։ Եթե Բոսնիայի սերբերը 1 տարի առաջ համաձայնեին այն լուծմանը, որ նրանց առաջարկվում էր, այսօր նրանք շատ ավելի լավ վիճակում կլինեին, մեկ եւ երկրորդ, չխոսած մարդկային զոհերի մասին այդ 1 տարվա ընթացքում ինչքան զոհեր տվեցին, եւ երկրորդ կպահպանվեր Խորվաթիայում սերբական կրայինան, ամեն ինչ կորցրին։ Ուրեմն ստատուս քվոն ես չեմ գտնում, որ ռեալ է պահպանել։ Գուցե կարելի է, չգիտեմ, համառել, կես տարի էլ, 1 տարի էլ ձգձգել, բայց վերջի վերջո աշխարհի համբերության բաժակը կլցվի։ Երկրորդը պահանջել անկախություն միայն ու միայն, այսինքն ուրիշ ոչ մի տարբերակ չընդունել կամ միացում Հայաստանին։ Սա նույն բանն է։ Ըստ էության, սա վերջնագիր է եւ այս դեպքում միջազգային սանկցիաները շատ ավելի ազդեցիկ եւ էֆեկտիվ կլինեն։ Պատերազմը եւ կարծում եմ անհնար է, որ Ղարաբաղը կարողանա ծնկի բերել Ադրբեջանին։ Դրա համար պետք է գրավի Բաքուն, ես ինչպես ասացի։ Եվ անգամ եթե փորձի ոչ թե Բաքուն մեկ շրջան էլ գրավել, աշխարհը դա թույլ չի տա։ Թույլ չի տա։ Կա սահման։ Սահմանից այն կողմ արդեն համբերությունը հատում է։ Մնում է երկու տարբերակ, դա մի տարբերակը հարցի փուլ առ փուլ լուծումն է, մյուսը փաթեթային լուծումը։ Եթե հարկ կա, ես կարող եմ մեկնաբանել։
Փաթեթային լուծում, նախ սկսեմ փաթեթային լուծումից, որովհետև փուլ արդեն դրա կարելի ասել ավելի երկարաձգված տարբերակն է։ Փուլը ենթադրում էր առաջին փաթեթայինը, այսինքն փաթեթայինը միաժամանակ լուծվում են եւ գրավված տարածքների վերադարձման հարցը, բացի Լաչինի շրջանից, եւ խաղաղարար ուժերի տեղադրումը Ղարաբաղի ադրբեջանական սահմանին եւ շրջափակումների վերացումը եւ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը եւ բուֆերային եւ անջատիչ գոտիների ստեղծումը Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանում, ոչ թռիչքային գոտիների ստեղծումը Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմաններում, դրանք շապազանց լայն գոտիներ են եւ այլն։ Սա ուրեմն մի մասն էր փաթեթային հարցի լուծման, փաթեթային լուծման մյուս մասը Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը։ Ղարաբաղի կարգավիճակը։ Ուրեմն սա լուծման մեկ մեթոդոլոգիան է եւ կրկնում եմ գաղտնիք չեմ բացի, առաջին անգամ այս համանախագահները ներկայացրել էին նման փաթեթային լուծման ծրագիր։ Առաջին մասի նկատմամբ ըստ էության ոչ ոք լուրջ տարաձայնություններ չուներ, երկրորդի նկատմամբ ուրեմն կարգավիճակի կտրականապես մերժելի էր Ղարաբաղի համար եւ նույնքան կտրականապես մերժվեց Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը թյուր տպավորություն է ստեղծում եւ կարծեք թե միջնորդներն շահագրգռված են այդ տպավորությունը տարածելու, որ իբր իրենք ընդունել են միջնորդների ներկայացրած առաջին ծրագիրը։ Այդպես չէ, Ադրբեջանը նույնքան կատեգորիկ կտրականապես մերժել է այդ ծրագիրը, ինչպես Լեռնային Ղարաբաղը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը ունեցել է շատ լուրջ վերապահումներ եւ այդ վերապահումները ներկայացրել է միջնորդներին։ Ըստ էության ինչ տեղի ունեցավ։ Միջնորդներն էլ համոզվեցին, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունի իր սեփական պատկերացումը այդ կարգավիճակի մասին, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։ Այս հարցում բոլորը համոզվեցին։ Եվ ես կարծում եմ ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը։ Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման փուլ առ փուլ տարբերակը։ Այսինքն ըստ էության այդ փուլերը ընդգրկում են այն երկու բաղադրամասերը, որ կային փաթեթային լուծման ժամանակ, բայց իրարից հեռացվում են դրանք ժամանակի մեջ, այսինքն առաջին փուլում իրականացվում է այնինչ ես ասացի, իսկ կարգավիճակի հարցը ըստ էության հետաձգվում է մինչև այն ժամանակ, քանի դեռ չի իրականացել եւ չի կիրառվել առաջին փուլը։ Այսօր ես կարող եմ միջնորդների նոր առաջարկը դիտել որպես այս փուլ առ փուլ մոտեցման առաջարկ։ Չգիտեմ, ես չեմ ուզում շտապել, եղել են հայտարարություններ Ադրբեջանում, թե իբր նրանք արդեն ողջունել են եւ այլն, ես չեմ հավատում այդ ողջույններին, մինչեւ չլինի գրավոր պատասխանը, բայց
պայմանավորվածություն կա, որ 2-3 շաբաթվա ընթացքում բոլոր կողմերը իրենց գրավոր կարծիքը պետք է հայտնեն միջնորդների այս վերջին առաջարկի վերաբերյալ, որից հետո միջնորդները, ես գտնում եմ, կքննարկեն այս կարծիքները եւ եթե տեսնեն կողմերի մոտեցումները ավելի շատ ընդհանրություններ ունեն, իհարկե բացարձակ նույնություն չի կարող լինել, սա բնական է, նույնիսկ թռուցիկ հայացքով երևում է, որ կան լուրջ վերապահումներ եւ մենք էլ ստիպված պիտի լինենք վերապահումներ կատարել, բնական են բոլոր կողմերն էլ, բայց եթե միայն վերապահումներով սպառվի գործը, իսկ հիմնականում կողմերը ավելի շատ ընդհանրություններ դրսևորեն, ես վստահ եմ դա արդեն կդիտվի որպես բանակցությունների հիմք, ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այս բառի վրա, չշփոթել կարգավորման հիմքի հետ, մի բան է բանակցությունների հիմքը, մի այլ բան կարգավորման հիմքը, ես սա կարծում եմ այն միջոցն է, որը եւ միջնորդների գործն է թեթևացնում եւ հակամարտող կողմերի դեմքն է փրկում, նրանց հնարավորություն է տալիս եւ կառուցողականություն դրսևորել, այսինքն սկսել բանակցությունները, միանգամ եւ նաեւ լուրջ պարտավորություններ չվերցնել դեռևս դա ընդունելով որպես կարգավորման հիմք, որպես ընդհանրապես բանակցությունների հիմք։ Ահա եթե գտնվի այս ընդհանրությունների մի այնպիսի արդեն, ինչպես ասում են, կրիտիկական մասսա, որը հնարավորություն կտա սկսել բանակցությունները, ես կարծում եմ դա կհաջողվի։ Մի քիչ էլ համբերենք եւ մեկ ամսվա ընթացքում դա արդեն պարզ կլինի։ Արդյոք հաջողվում է այս առաջարկի իրականացումը, թե կրկին կողմերի տեսակետները այնքան հակադիր են, որ պետք է նորից մտածել եւ շարունակել այդ մակոկային դիվանագիտությունը, մինչեւ գտնվի այդ բանակցությունների հիմքը։ Շնորհակալություն։ Մենամարանասն դեզ եմ պատասխան։ Լրագրողների համազգային նավասարդակում Գեգոր Կարությունյան։ Պարոն նախագահ, անցումային փուլում ամենաերկարը պաշտոնավարած վարչապետի իրականացրած տնտեսական քաղաքականության վերաբերյալ այսօր քաղաքական իշխանական շրջանակներում խոսում են, որ սխալվել են նրան հավատալու առումով եւ դուք ՀՀՇ համագումարներից մեկում ասացիք, որ իշխանության եկաք, իշխանության գալու պահին բավարար փորձառություն չունեիք եւ հիմա փորձ եք ձեռք բերել։ Այս ենթատեքստում ինչպես եք գնահատում դուք այսօր Հայաստանի կառավարության ազգային ժողովի դատաիրավական համակարգի եւ նաեւ ՀՀՇ-ի գործունեությունը։ Դուք մի ամբողջ զեկուցման նյութ նշեցիք։ Առաջին հարցը ես չի լավ ուշադիր չի, վերաբերում էր Բագրատյանին։ Ասում են, որ Բագրատյանի վարած տնտեսական քաղաքականության առումով ուղղակի սխալվել են, որ վստահել են նրան։ Ո՞վ է ասել այդպիսի բան։ Ես այդպիսի բան չեմ ասել։ Դուք չեք ասել։ Ուրիշի ասածի համար ես ինչ պատասխանատու։ Ձեր կարծիքը։ Իմ կարծիքը, եթե այդ մարդը 3 տարի աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, նշանակում է, որ հիմնականում նրա աշխատանքը ինձ բավարարել է։ Այլապես 3 տարի դեռևս ոչ մի վարչապետ չի աշխատել Հայաստանում։ Ես Հրանտ Բագրատյանի գործունեություն չափազանց բարձր եմ գնահատում։ Այնինչ արել է այդ ծանր տարիներին ինձ համար անուրանալի է եւ օպերատիվ ղեկավարման առումով, երբ մենք հայտնվեցինք ճգնաժամային վիճակում, շրջափակումները նոր էին, դեռ մեխանիզմները ձևավորված չէին, Իրանի հետ հարաբերությունները դեռ նոր էին սկսվում եւ այդ պայմաններում կառավարությունը գործադրեց ահռելի ջանքեր եւ կարողացավ ապահովել մեր ժողովրդի կենսագոյությունը։ Ես այստեղ չեմ կարող ուրանալ կամ մոռանալ Հրանտ Բագրատյանի դերը։
Սա մեկ եւ երկրորդ Հրանտ Բագրատյանի համարձակությունը, քաջությունը, այո, թեկուզ սխալներով հանդերձ, բայց տնտեսական լուրջ ազատական ռեֆորմների, բարեփոխումների իրականացման գործում։ Հիմա կհարցնեք, եթե այսքան գովում եմ, բա ինչի հանեցի։ Ուղղակի ամենամարդ իր ժամանակն ունի, այդ ժամանակը այդպիսի գործիչ էր պահանջում, այսօր այլ տիպի գործիչ է պահանջում, որը հիմնականում պահպանելով բարեփոխումների ստրատեգիական գիծը, ավելի շատ ուշադրություն դարձներ կատարողական կարգապահությանը, օրինականությանը եւ օպերատիվ կառավարմանը։ Այսօր ահա այս խնդիրն է, որը ես կարծում եմ նույնքան հաջող լուծում է Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, դա իսկապես զեկուցման նյութ է։ Շնորհակալություն։ Արմինե Օհանյան, Երևան կենտրոն։ Ամբողջ 1996 թվականի ընթացքում եզրակացություն տալու համար Արդարադատության նախարարությունը մուտք գործել կառավարության եւ վարչապետի 564 որոշումներ եւ որոշումների նախագծեր եւ նախագահի ընդամենը 6 հրամանագրերի նախագծեր։ Ինչով եք բացատրում այս փոքրաթիվությունը եւ արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանում նախագահական կառավարում չի իրականացվում։ Ես չհասկացա ձեզ, այսինքն նախագահի 6 հրամանագիր եք դուք տեսել։ Արդարադատության նախարարությունը։ Արդարադատության նախարարությունը հավանություն տալու համար Ինչ կապ ունի դա հետ։ Ես հրապարակելում այդ 1 տարվա մասին խոսքը, 1 տարվա մեջ ես հիմա չեմ կարող ասել, բայց եթե ուզում եք կարող են զանգահարել եւ ստուգել, ես քանի հրամանագիր եմ հրապարակել։ Այսինքն կան հրամանագրեր, որոնք չեն մտնում արդարադատության նախարարության։ Կարող է ոչ մեկը չմտնի։ Կառավարությունն այլ բան է, կառավարության օղակն է դա։ Եվ կառավարությունը պարտավոր է իր բոլոր որոշումները, մենք նույնիսկ օրենք ունենք, ոչ միայն կառավարության որոշումները, այլ բոլոր նախարարությունների հրամանագրերը պետք է անպայման ստանան ռեգիստրացիա Արդարադատության նախարարությունում։ Նախագահի հրամանագրերի վերաբերյալ այդպիսի օրենք գոյություն չունի։ Շնորհակալ։ Որովհետև մի քիչ, գիտեք, մոտ եկեք այդ միկրոֆոնին։ Մի քիչ նախագահը վերադաս է, գիտեք, որովհետև նախագահը վավերացնում է կառավարության բոլոր որոշումները։ Օրենքը պիտի մեկը լինի բոլորի համար։ Բոլոր ինչպես։ Այսինքն դուք ուզում եք, որ արդարադատության նախարարությունը վավերացնի նախագահի որոշումները։ Այո, կարծիք հայտնի նաև նախագահի հրամանագրերի մասին։ Կարծիքը չի խանգարում, կարծիք եթե ուզում եք կհայտնի։ Ուրեմն դուք եք նշում 6-ը ուղարկված է, ուրեմն 6-ի հարցում անհրաժեշտություն է եղել ունենալ նաև արդարադատության նախարարության կարծիքը։ Ես կարող եմ նույնիսկ բացատրել, թե դրանք ինչ դեպքեր են։ Դրանք ըստ երևույթին այն դեպքերն են, որտեղ նախագահի իրավաբանական բաժինը, որը շատ հզոր բաժին է եւ հրաշալի մասնագետներ են աշխատում, ինչ որ հարցում չի կողմնորոշվել եւ կարիք է զգացել նաև ստանալու արդարադատության նախարարության կարծիքը։ Ընդամենը այս խորհրդատվական կարգով։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, չնայած իր վարչապետության կարճ շրջանին, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն այնուամենայնիվ կարողացավ իր մասին դրական կարծիք ստեղծել։ Երեք ձեր հրամանագրով դուք նրան նշանակել եք հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։ Ինչով էր պայմանավորված այդ նշանակումը եւ ինչ գործունեություն պետք է ծավալի Արմեն Սարգսյանը, իսկ կոնկրետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նախ եւ առաջ ես ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ Արմեն Սարգսյանի ապաքինումը հաջող է ընթանում եւ այսօր արդեն բժիշկներն նրան թույլ են տվել օրական 2-3 ժամ նույնիսկ աշխատել։ Սա չափազանց ուրախալի լուր էր եւ գիտենալով Արմեն Սարգսյանին, որը շատ ակտիվ մարդ է եւ նույնիսկ հիվանդության ամենածանր օրերին ուշով հետևում էր Հայաստանի իրադարձություններին։ Իսկ կինեից բողոքում էր, որ գիշերը արթնանում է, միացնում կոմպյուտերը եւ ինտերնետի միջոցով հետևում Հայաստանի անցուդարձին։ Երբեմն էլ ձեր պատճառով բավականին սրտնեղում էր, երբ որ տհաճ բաներ էր կարդում։ Ինչևէ, այսինքն նա ակտիվ մարդ է եւ այս բժիշկների թույլ տված այս 2-3 ժամվա աշխատանքը ես կարծում եմ պետք է անպայման իմաստավորել
Առանց այդ էլ նա աշխատում էր եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պարտականությունները դնելով նրա վրա ես այսօր նկատի ունեմ կոնկրետ 3 բնագավառ, որոնք նա արդեն իրագործում է։ Մեկը Եվրոպայի վերականգնման եւ զարգացման բանկի հետ մեր հարաբերություններն են։ Սարգսյանը մշտական շփման մեջ է բանկի հետ, մասնավորապես բանկի նախագահ Դելարոսիայի հետ, որը դարձել է նաև անձնական բարեկամ, այցելում է Սարգսյանի տուն եւ մի լուրջ հարցեր են քննարկում։ Երկրորդը համաշխարհային բանկի հետ, որի նախագահը նույնպես պարոն Վոլֆինսոնը, Արմեն Սարգսյանի դեռևս համացարանական ընկերն է եղել եւ այս հանգամանքները չափազանց կարևոր դեր են խաղում։ Եվ երրորդը Քրկ Քերկորյանի բարեգործական Լինսի հիմնարկության հետ կապի կոնտակտների այս ամբողջ պարտականությունը ես դրել եմ Արմեն Սարգսյանի վրա, որովհետև շատ ավելի հեշտ է Լոնդոնից Լաս Վեգաս այդ հարաբերությունները մշակել։ Արդեն այս 3 բնագավառները ես կարծում եմ նրա համար ապահովում են բավականին ծանրաբեռնվածություն։ Նա ինքը առաջարկեց եւ ես կարծում եմ ապակինման զուգընթաց վստահ եմ նաեւ այդ պարտականությունը կիրականացնի նա ինքն էլ խանդավառ էր քիչ առաջ իմ հիշատակած այդ ներդրումների իրականացման պետական հանձնաժողովի գաղափարով եւ ինքը առաջարկեց լինել ըստ էության այդ հանձնաժողովի արտասահմանում գտնվող գործակալ եւ նաեւ այս ներդրումների ներգրավման ուղղությամբ լուրջ աշխատանքներ կատարել։ Հիմնականում սա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, նորից ինտերնետի միջոցով դիմել է Թրքահայ Ագոս թերթի թղթակիցը կամ խմբագիրը ստեղ նշված չի Սևան Աթաօղլուն, որը հարց է տալիս ինչ եք մտածում ձեր նոր գլխավոր խորհրդականի վերաբերյալ։ Այսինքն ով դա պետք է լինի կամ թե հին։ Ոչ, նոր խորհրդական։ Նախ եւ առաջ նորի մասին խոսելուց առաջ ես պիտի հնի մասին իմ կարծիքն ասեմ։ Ես չեմ կարծում, որ ընդհանրապես կարիք կա եւ իմ կողմից եւ Լիպարիտյանի կողմից լրացուցիչ մեկնաբանությունների։ Բացարձակապես ես կարծում եմ այնինչ ասված է Լիպարիտյանի եւ իմ կողմից այդ կապված այդ հրաժարականի հետ մեզ համար ասված է ամեն ինչ։ Մնացածը արդեն ճաշակի հարց է, ուզում եք հավատացեք այդ շարժարիտներին, ուզում եք մի հավատացեք, բայց ուրիշ շարժարիտներ չեք կան, գոյություն չունեն։ Եվ Լիպարիտյանի տված իմ գնահատականը մնում է ուժի մեջ, նրա գործունեության, նրա վաստակի, նրա չափազանց արդյունավետ մասնակցության, մասնավորապես բանակցությունների process-ում, նրա ամենօրյա օգտակարության մասին, այս ամեն ինչը մնում է ուժի մեջ։ Եվ այս շահարկումները ոչինչ չեն տալիս։ Ոչինչ չեն տալիս, իզուր պղտորում եք եւ ձեր մտքերը եւ մեր ժողովրդի մտքերը։ Պետք է հավատալ մարդուն։ Հավատն եք կորցնում։ Ինչ վերաբերում է նրան փոխարինողի մասին, անկեղծորեն ասում եմ, ես դեռ չեմ գտել այդ փոխարինողը։ Բայց որ նման անց պետք է, դա կարևոր ինստիտուտ է, մի մարդ, որը նախագահական համակարգում զբաղվի արտաքին քաղաքականության հարցերով եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացով եւ երրորդ պարտականությունը փաստորեն միջնորդ դառնա, կապ դառնա նախագահի եւ Հայաստանի օտարերկրյա դիվանագիտական կորպուսի հետ, այդպիսի ինստիտուտ, այդպիսի պաշտոն անհրաժեշտ է։ Դա անպայման պիտի տեղի ունենա։ Շնորհակալություն։ Բանից պարզվում է 2 ժամ է եւ ես 6-ին էլ Դաշնության խորհրդի պատվիրակությունը պիտի ընդունեմ Ռուսաստանի
Բայց պարոն Նաղդալյանի հարցը թող կարճ տրվի, ես կարճ պատասխանեմ, որ հանկարծ չմտածի, այստեղ ինչ որ դավադրություն կա։ Տիգրան Նաղդալյան, փաստ գործակալություն։ Պարոն նախագահ, 1 տարի առաջ այսօրը մեր հանրապետությունում բոլորովին այլ իրավիճակ էր։ 4 տարի անց գրեթե այս նույն օրերին նախագահական ընտրություններ են սպասվում։ Եթե մեկնվենք այսօր արկա ներքաղաքական զարգացումներից, ըստ ձեզ, գալիք ընտրություններին դեռ սպառնում է սեպտեմբեր 26-ի կետը, թե այն այլևս բացառում եք։ Շնորհակալ եմ։ Ես կուզեմ էլի մինչև վերջ անկեղծ լինել։ Դա մեծապես կախված է նաև ձեզանից։ Կախված է մամուլից, կախված է մեր հասարակությունից, կախված է մեր մտավորականությունից։ Որքան կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը եւ բռնության փաստերը։ Ես չեմ տեսնում, որ մեր հասարակությունը իր համար գոնե ինչ-որ իմունիտետ է ստեղծում նման անցանկալի զարգացումներից խուսափելու համար։ Սա դուք եք, որ պիտի անեք։ Դուք եք, որ պիտի չհանդուրժեք դա։ Անկախ ամեն ինչից, արդարացի է, թե անարդարացի է, բռնությունը մեկ անգամ ընդմիշտ պետք է մերժվի, բացառվի, պախարակվի, կշտամբվի, դատապարտվի առաջին հերթին ձեր կողմից։ Մամուլի կողմից, որովհետև ձեր ձեռքն է, ամբողջ զենքը ձեր ձեռքն է։ Եթե դուք դա չեք անում, ուրեմն նպաստում եք բռնությանը, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, որ դուք բարեհաճեցիք ընդունել իմ հրավերը եւ մասնակցել իմ ասուլիսին։ Շնորհակալություն։